Ողջույն բարեկամներ, ինքնաճանաչում ֆորմատով այսօր մենք խոսենք առաջի Արցախյան պատերազմի մասնակից գրող դրամատուրգ Էդուարդ Մանվելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Բարև ձեզ, Վարդան ջան, հարգանքներս։ Որպես առաջին մեր Արցախյան պատերազմի մասնակից, որպես մտավորական, որպես բազմաթիվ գրքերի հեղինակ, որպես հայ ազգի լավագույն զամակների կյանքը ուսումնասիրող մարդ, հիմա ոչ թե անցյալում եք այդ ամեն ինչը, հիմա էս փուլում։ Հա։ Ես ուզում եմ երկու բառով պատմեք այն սերունդի մասին, նկարագրություն, որը 1990-91 թվականին չունենալով ոչ մի աջակցություն, ոչ մի պատկերացում ընդհանրապես ինչ է նշանակում ազգային ազատագրական պայքար, չունենալով փորձ, ամենակարևորը, քաղաքական անհրաժեշտ գիտելիքներ, որը շատ կարևոր է, բայց ինքնամոռաց նետվեց պայքարի, հիմա ինչ եմ սա կարևորում, որովհետև մեր ընկերներ, մեր սերունդը այսօրվա մեր հայրենակիցները կամ մոռացել են, կամ էլ մտածում են այդ տղերքը լուսնից էին իջե, ուրիշ մոլորակից էին, ուրիշ ազգությամբ էին, հա, ու մեր այսօրվա հայերի հետ շատ քիչ կապ ունեին։ Խնդրեմ։ Անկեղծ ասած, անսպասելի էր մի անգամ Գիտեմ, սկզբում այդ հարցը, Վարդան, չէ։ ես սիրում եմ անսպասելի հարցեր, բայց դա շատ Դե կարևոր է։ Ես շատ եմ կարևորում, խնդրեմ։ հիմա տեսեք, մեզ մոտ այնց կարծիք կա ձևավորված, որ այսպես ռուսական կայսրության այսպես անկման սկզբնաղբյուրում, հա, ոնց որ կանգնած էին հայերը։ Նկատի ունեմ սովետական Արցախյան միությունը, ոչ թե կայսրության, չէ, ոչ թե կայսրության, այլ սովետական միության, այսինքն Հայաստանում սկսվեցին այսպես ցույցեր, չգիտեմ ինչեր, այսպես, հա, եթե հիշում եք, Նայիրիտից սկսվեց, իմիջիայլոց մեր քաղաքից սկսվեց, ես երեխա հիշում եմ դպրոցական, ինչ-որ Նայիրիտի հետ կապված այդպես այսպես թաքնված մեսիջներ կար, բայց Նայիրիտի հետ էր կապված, հետո կամաց առաջին պլան եկավ այդ Արցախյան հարցը, բայց ինչի եմ ես այստեղից սկսում, Ղազախստանում, նույն Ուկրաինայում եւ նույնիսկ Վրաստանում այդ հակասովետական տրամադրությունները շատ ավելի վաղ էին սկսվել, քան Հայաստանում։ Այնտեղ անգամ լուրջ ընդհարումներ են եղել, այնտեղ անգամ լուրջ, իհարկե դա մեզ չի հասել, մեզ հայտնի է միայն այն, ինչ կատարվել է Հայաստանում, հա։ Բայց զարմանալի էր, որ 70 տարվա, ասենք, այդ պրոպագանդայի տակ մնացած հասարակության ամենամատաղ սերունդը, ես ինչի մատաղ սերունդը, որովհետև երիտասարդները այդ 18-20 տարեկան, այն ժամանակ մենք դեռ երեխա ենք, 16-17 տարեկան, քաղաքական փորձ չունենալն այստեղ աշխատեց իշահ։ Ահա։ Այսինքն դեռևս չէին հասցրել պղտորվել այդ խաղերի մեջ, հա, նրանց հետաքրքիր չէր ռուսական արևմտյան խաղեր, տտեմ, չգիտեմ ով եկավ, ով գնաց, մտածեցին, որ ժամանակն է եկել, հա, ժամանակն է, պիտի այսպես անկախանանք, բայց զավեշտալի մի բան ասեմ, սերնդի մասին իհարկե ամենա կարկառուն այսպես ներկայացուցիչներով այն ժամանակ երիտասարդ տղեկ Ենթադրեն Գեորգիսյանի պես, հա, Մոսիի պես, ասենք, չգիտեմ, Կրպեյան Թաթուլ, այսպես Թաթուլը զոհ գնաց այդ ռուս-թուրքական այդ դաշինքին, գիտեք, հա, այդ Գետաշեն, Մարտունաշենում ինչ էր կատարվում այդ ժամանակ։ Երիտասարդները մի քիչ խանդավառված էին, մի քիչ ավելի այսպես լի էին հայրենասիրությամբ, պատկերացում չունենալով ինչ է նշանակում գլոբալ այդ քաղաքական խաղերը։ Մի փոքր տենց թռիչք եթե անենք Վարդան ջան, ես երեք կարդացի միտեղ, որ ինչ-որ գիրք է լույս տեսել, հեղինակներին չեմ ճանաչում, անձամբ ոչինչ չունեմ, բացարձակ որևէ այսպես հետին մտքով ոչինչ չունեմ այդ մարդկանց դեմ, գիրք է գրել են թող այսպես, բայց մի նախադասություն եկավ աչքիս, գրված էր երրորդ հանրապետության հիմնադիրներ երկու հոգու մասին է։ Խոսքը չեմ էլ ուզում նրանց անունները տամ, նրանց երկուսից ոչ մեկն էլ հիմա կենթանի չէ։ Անունները չտալ ոչ թե վատ իմաստով կամ լավ իմաստով, այստեղ լավ ու վատ իմաստին չի խոսքը։ Ներողություն։ Բայց երրորդ հանրապետության հիմնադիրներ։ Երրորդ հանրապետությունը, ինչպես եւ պոստսովետական մնացած հանրապետությունները, Վարդան ջան,
հիմնադրվել բառը մի քիչ այստեղ շատ այսպես բարձր է հնչում, կազմավորվեցին կամաց ընդամենը սովետական միության փլուզման արդյունքում։ Այսինքն 14 հանրապետություններ, հա, եթե նույնիսկ դուրս բերենք Մերձբալթյան այդ հանրապետությունները, որոնք գիտեք ինչպես են հայտնվել սովետական միության կազմում, հա, ուղղակի այսպես, թեև մնացածի հանդեպ էլ նույնն էր։ Նույն բանն է։ Նույն բաներ, եթե 18-20 թվականներին մենք հետ գնանք եւ տեսնենք, որ այն ժամանակ Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը անդրկովկասյան դաշինք էին ստեղծել իմիջայլոց եւ որքան էլ զարմանալի անդրկովկասյան դաշինքի հետևում Քեմալի պոչն էր երևում, Քեմալը փորձում էր այս դաշինքը օգտագործել Ռուսաստանի դեմ։ Հետո, երբ որ այսպես ընդհանուր համաձայնության եկան, ինչպես ֆրանսիացիների դեպքում ընդհանուր համաձայնության եկան, ֆրանսիացիները լուծարեցին հայկական լեգիոնը, այդպես էլ ռուսների հետ ընդհանուր համաձայնություն եկան, այսպես որպես գերտերություններ, հա, եւ Ռուսաստանի թեթև ձեռքով անդրկովկասյան դաշինքը այսպես լուծարվեց ու տեսանք ինչ եղավ, սովետականացվեցին, իր խոսքով բոլորն էլ նույնն էին, բայց պետությունը հիմնադրվում է ոչ թե ուղիղ այն պահին, երբ որ բացում են հռչակագիրը եւ կարդում են բաների միջնադարի պես ցարսկի ուկազ, այսպես կարդացինք, հիշում ենք, հա, մեր Արամ Մանուկյանն, հա, եթե չեմ սխալվում, կարդաց ամբյոնից, հա, ծափահարություններ, այսպես խանդավառություն, միանգամից փողոցներ, հետո Իգիթյանին ուղարկեցին Մոսկվա, այդ հանրահայտ, ասենք, այդ ելույթը հիշում եք, չէ՞, գնաց այնտեղ Գորբաչովին այսպես տնավարի մի քիչ կենցաղային լեզվով ասած պորտը իբր թե տեղադրեց, բայց մենք գիտեինք, այսինքն մենք չէ, այն տարիքային մի սահման կար այդ ժամանակ, նրանք ովքեր հասցրել էին ԿԿԲ-ի հետ տալ, առնել, ովքեր գիտեին, օրինակ Լուսահոգի հայրս գործանում էր աշխատում, լուրջ պաշտոն ուներ, եթե հիշում ես այն ժամանակ մեր սերունդը եւ մեզանից մեծերը պիտի հիշեն, ասոբիստներ կային գործարաններում։ Այդ ասոբիստները ԿԿԲ-ի պաշտոնական եւ լիազոր ներկայացուցիչներն էին, առանց նրանց ոչինչ չէր արվում։ Հա, ոչինչ չէր արվում առանց նրանց, նորեն մենորեն այդտեղ ցածր մարդիկ էին, ոչ մեկ չկար։ Մեկը կար այդպես, հա, իհարկե։ Եկավ մեր տուն 88-ի այդ շարժումները արդեն նոր սկսում են, մենք դեռ երեխա ենք, մենք էլ ուրախանում ենք, որ հեսա այսպես դպրոցից բրծանք, կվազնենք, եթանք չգիտեմ, այսպես դաշ չի լինի, այսպես ինչի վրա ենք ուրախանում ենք։ Եկավ տանը նստած էին, այդպես պապայի զրույց էին անում, մի բաժակ սուրճի այդպես շուրջ, ինքան լավ եմ հիշում այդ արտահայտությունը։ Գիտես ինչ ասեց Վարդան։ Պապային ասեց Մանվելյան, զգացիր ոնց կենցաղային լեզվով պիտի ասեմ ներողություն, ոնց կուտը կերան։ Մեր մասին էր խոսքը։ Ես չգիտեմ ինչ կուտել, ինչի մասին էր խոսքը, նույնիսկ պապան չհասկացավ, այդ շարժումը երբ որ սկսեց, այսպես, հա, ազգային, ազատագրական, այսպես միանգամից խանդավառությունը դեր, սա էլ էր պրոպագանդայի պես մի բան։ Ես չհասկացա ինչի մասն է խոսքը, պապան էլ իհարկե չհասկացավ, բայց հետո շատ տարիներ հետո արդեն երբ որ ես ինքս արդեն վերլուծեցի, կամաց հետ գնալով հասկացա, որ հռչակագիրը սա ընդամենը ֆորմալ մի բան ստացվեց այդ պահին, պետք էր այդ բան։ Բոլոր պետությունները կարդացել էին այդ հռչակագրերը։ Բոլորը Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, չգիտեմ, Ուկրաինա, բայց ինչ կատարվեց այդ հռչակագրերից ուղիղ հաջորդ օրվանից սկսած մինչև այսօր Վարդան ջան։ Սրանցից այս պոստսովետական պետություններից, եթե ՌԴ-ին դնենք առանձին որպես միավոր, հա, որպես սովետական միության իրավահաջորդ, այսպես ասած, որ մեկը կարողացավ կայանալ որպես լիարժեք անկախ հանրապետություն։ Մերձբալթյան պետություններից բացի ոչ մեկը։ Դե իրենք պատմական փորձ ունեին եւ իրենց գաղութացված վիճակը շատ կարճ էր։ 50 տարվա պատմություն էր իրենց ընդհանրապես։ Իրականում բոլորն էլ գաղութացված էին Վարդան ջան, բայց այստեղ բայց կայացան մենակ այդ 3 հանրապետությունները, մնացածը մնացին պոստսովետական կայացան, որտեղ նրանց մի քիչ այսպես ասած այսպես կենցաղային լեզվով ասած Սեմ Քերին մի քիչ ձեռ մեկնեց, հա, Ձյաձյուշկա Սեմը, դու գիտես, հա, ում են ասում Ձյաձյուշկա Սեմ,
Ռուսները հիմնականում հասկացան, որ ասենք Մերձբալթյան հանրապետությունները իրենք իմիջիայլոց սովետական միության կազմից դուրս գալու համար Մերձբալթյան հանրապետությունները մեծ պահին թիվը չեմ կարող ասել, չգիտեմ քանի 100 կիլոմետր ձգվող շղթա էին կազմել այս երեք հանրապետությունների Ես հիշում եմ բնակիչները։ էլի։ Ձերքի տված այսպես շալվել էին։ Ես հիշում Շալվել եմ։ էին, իսկ Հայաստանում երբ որ այդ միտինգները սկսվեցին, այդ միտինգների մեջ եթե 1000 կամ 2000 կամ 10000 հոգի մարդիկ կային, այդ 10000-ից ամենակիչը 5000-ը այն քնած յաչեյկեքն է, որ արթնացրել էին, հերթով դրել էին, հերթով վերահսկում էին, որը որտեղ, եթե ես ինչի համար եմ սա համեմատում սերունդի հետ, որովհետև այդ սերունդը, այդ երիտասարդ սերունդը այդ ժամանակ տեղյակ չէր այս ամեն ինչից, ես էլ տեղյակ չէի։ Մենք չգիտեինք, որ այսպիսի խաղեր կան, մենք մտածում ենք, ես հիշում եմ այդ մի քիչ առավել այսպես խանդավառված մարդիկ, հա, մենք պաթոս ենք ասում խանդավառության այսպես միջազգ, եթե բանով նայենք, հա, ինտերնացիոնալ այսպես տերմինոլոգիայով, ես հիշում եմ այդ արտասում Գորբաչովի բերանն ինչա Ղարաբաղը չտա։ Մտածում են, որ ուրա Գորբաչովը բերա այսպես Ղարաբաղը պիտի վերցնի, բերի տա, Ղարաբաղից բրցնենք կանցնենք Նախիջևան, այնտեղից կանցնենք կեթանք Ջավախկով, բանով այսպես հասնենք Սասուն, մտնենք Վան։ Այս խանդավառությունը Վարդան ջան սարսափելի հետևանքներ ունեցավ։ Ինչի համար այդ պահի համար դա չեմ ասում նորմալ էր, բայց հաշվի առնելով սովետական միության այդ ռոպագանդիստական այդ լայն ձգվող այդ 70 երկար տարիները, հա, նոր սերունդը մի քիչ ավելի երիտասարդները բնական է, որ տեղյակ չեն այս ամեն ինչից, բայց ավելի մի քիչ տարիքով, ասենք միջին տարիքի 40-45 այն ժամանակ 50 տարեկան, ասենք մարդիկ հասկանում էին, որ պաթոսի հետևում նաև պիտի կանգնած լինի արմատական փոփոխություններ։ Եթե մենք վերցնենք հեղափոխություններ օրինակ աշխարհի երեսին, հա, գիտես մատների վրա կարելի է հաշվել հեղափոխություններ աշխարհի երեսին։ Երևի երկու ձեռքը հերիք է։ Մատների վրա։ Սենց ուրիշ ձևակերպենք հաջողված հեղափոխություններ, ասում եմ հեղափոխությունը ծառայել է իր նպատակին։ Դե հաջողված ես գիտես ինչ նպատակով, ինչ նկատ ունեմ, այսինքն իմիտացիաներ չեն եղել են հեղափոխություններ, այսինքն ֆրանսիական հեղափոխությունը, նույնիսկ Լենինը հեղափոխություն արեց։ Լատինական Ամերիկայում են եղել հեղափոխություններ, չգիտեմ, Եվրոպայում են եղել հեղափոխություններ, հա, միշտ եղել են այդ հեղափոխությունները։ Կոլումբիայում հեղափոխություն եղավ, օրինակ համար, չգիտեմ։ Եթե վերցնենք այդպես, բայց խաղաղության անկախության հռչակագիրը կարդալը անկախ նրանից ով էր կարդացել, անկախ նրանից ով այդ ժամանակ եկավ, հասավ լծակներին եւ դարձավ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին իշխանություն։ Ես հիմա անուններ չեմ տալիս։ Դու գիտես իմ այսպես ասած ворթեգրած սկզբունք, չի համար անուններ չեմ տալիս, որովհետեւ ես սիրում եմ ավելի շատ խոսել ընդհանրական, այսինքն հասարակության արձագանքից։ Էդվարդ ջան, ամեն ինչ հասկանալի է, նե, ես ուզում եմ մի բան անել, կարճ։ Ձերդուշկա Սեմը օգնում է նույնիսկ Ռուսաստանին, եթե Ռուսաստանին չօգներ, դե մարդիկ ոչ թե քաղաքացիական պատերազմ, դե իրար կուտեին։ Բայց այդ ժամանակ Բուշի ոտքերն էին ուտում այդ հավի ձևով, հա, Սեմը օգնում էր բոլորին, բայց կարողացան հաջողել միայն մեր բարձրան երկրները, որովհետև նրանք իրականացրեցին լուստրացիոն process, որը չիրականացավ ոչ մի այլ երկրում, post-սովետական։ Դրա համար էլ ի շրջանս յուր վերադարձանք։ Հիմա ամենակարևորը շատ լավ բան ասացի, որ երիտասարդներն այդ ժամանակ էնտուզիազմով մղվեցին պայքար, որովհետև չունեին լավ իմաստով քաղաքական փորձ։ Այսինքն քաղաքական փորձ չունենալը այդ ժամանակ շատ դիպուկ էր ասված, որ ոնց որ օգտակար երևույթ էր հանդիսանում։ Բայց ասում ես ավելի հելացի սերունդը, նրանք էդի քաղաքական փորձ իրանք էլ չունեն, իրանք ունեն սովետական վախ։ Հասկանում ես, այդ շրջանի քաղաքական սերունդը ասում էր մեզ մի դուրս եկեք սովետական միության դեմ, դուք գիժ եք, դուք չգիտեք ես ինչ երկիր է, հա։ Իրանք չունեն ոչ թե քաղաքական փորձ ունեն ավելի խելացի, ինչ ուղղակի ունեն զուտ սովետական արմատացած, տարիքի հետ ավելի խորացող համակարգային վախ։ Երիտասարդ ու հասուն սերունդի տարբերությունը այդ ժամանակ դա էր։
Բայց իմ հարցը ուզում եմ վերադառնանք նախնական հարցին։ Նույն ազգը չէր, նույն ազգն էր, չէ։ Ոնց է ստացվում նույն երևույթի նկատմամբ ինքը ուներ նույնիսկ գաղութացված վիճակում այլ հոգևոր մոտեցում, այլ հոգևոր կապվածություն։ Մի երկրի հետ, որ ինքը չէր եղել, ասինքն երկի կներեք Արցախ աշխարհի հետ, որ ինքը չէր եղել, ինքը չգիտեր, որ դա նույնիսկ Հայաստան չի, տեղն էլ չգիտեր։ Ասում ես առաջին անգամ որ լսեցի 18 տարեկան եմ ես 88-ին ես 16 տարեկան էի ես որ լսում եմ Ղարաբաղը մերն է Ղարաբաղը մերն է ես մտածում եմ ինչի Ղարաբաղը մերը չի ես չգիտեի որ նույնիսկ Արցախը Հայաստանի կազմում չի առիթ չէր եղել նույնիսկ քարտեզին նայել 16 տարեկան դպրոցում ես ֆիզմատուն սովորող աշակերտ էի հիմա ուզում հասկանամ քո այդ զգացողությունը այդ սերունդի եկել այսօրվա մենք ինչքանով ենք նույնը Եթե հաշվի չառնենք այո քաղաքական փորձի բացակայությունը այս սերունդի մեկ էլ աղճատված քաղաքական մտածելակերպի այս սերունդի ուրիշ ինչ ունենք մենք այդպես Վարդան ջան, տես նորից մի քիչ ավելի բաց ճակերտներով ասեմ։ Ես մի քիչ ավելի զգուշավոր եմ, ըստ երևույթին դրանից է մի քիչ տարածական ստացվում խոսքս, հա։ Մենք ընտրեցինք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան։ Ուրախացան ժողովուրդը հերիք չի մեկ պետություն ունենք, արդեն պրեզիդենտ ունենք, հեսամատել վարչապետ կունենանք, չգիտեմ, պրեզիդենտ կունենանք, այսպես պաշտպանության նախարար ունենք, այսինքն մենք կայանում ենք որպես պետություն, բանակ չունենք։ Կներես, մի հատ այստեղ պիտի բան ասեմ, այն ժամանակ եթե մի քիչ մենք գիտություն ունենք, այդ հենց առաջին նախագահական ընտրությունները կհամարենք մենք աններելյան նախադեպ որովհետև սահմանադրությամբ եւ հռչակագրով նախատեսված չէր նախագահի ինստիտուտը Հայաստանը խորհրդարանական պետություն էր եւ չէր կարող նախագահի ինստիտուտ լինել ըստ այս սահմանադրության բայց այդ ընտրություններ ուզում եմ սովորական մարդկանց հիշեցնեմ եղել է սահմանադրությունը խախտելով մեր բոլոր ընտրությունները փաստացի եղել է անկախության հռչակագրի վրա ստեղծված սահմանադրության հիմնական կետերը խախտելով խնդրեմ Վարդան ջան, ես իրականում ուզում եմ բերել այն մտքին, որ որևէ քայլ 91 թվականից մինչև այսօր պատահական չի եղել եւ վերևների մասին է խոսքը, այսպես եւ կենցաղային լեզվով ասած մեր գլխով չի եղել, այսինքն մենք մեր գլխու չենք եղել։ Նույնիսկ այդ հռչակագիրը կարդալուց հետո վերջերս այդ հռչակագիրը կարդացողների թմից մեկը Անուն չտամ իհարկե չեմ տա։ Վերջերս ասած մի 10 օր առաջ երևի պատական հարցազրույցը ես լսեցի, որ մարդը այսպես բերանացի խոստովանում է, ասում է, բա ինչ էիք ուզում, որ գնում էիք Ռուսաստանի դեմ, բա ինչ էիք սպասում։ Հարցնում են, ասում են, տղա ջան, չէ՞ որ դու ես կարդացել հռչակագիրը։ Հիմա ես տես YouTube-յան էսի մալիքը որ կա, հա։ Դու գիտես, որ այնտեղ մենք էլի չասացինք Նազգանուն, չնայած մենք ասացինք, որ դա Արամ Մանուկյանն էր կարդացողը, բայց Չէ, կարդացողը հա, ես հարցազրույցը ինքը չէր, հարցազրույց տվող ուրիշ մեկն է։ Նկատի ունեմ այդ թեմից, ԵՇ-ի թեմից նկատի ունեմ, հա։ Բայց ինքը բերանացես մարդը խոստովանում է, որ 91 թվականից հետո հռչակագիրը կարդալուց հետո նույնիսկ մենք պիտի մնայինք այսպես քաղաքական, այսպես դիվանագիտական խիստ ճակերտավոր լեզվով ասած, պիտի մնայինք բարեկամներ։ Ասում ինչ էիք ուզում, դու գնացիք նրա դեմ, բայց այսպես էլ պիտի լիներ։ Հարցը դա չի, դա էլ թողնենք մի կողմ։ Չէ, բայց հարցը է, հետո ես կգտնեմ մնա տեսանյութը, անպատասխան չի մնալու այդ տեսանյութը։ Դե հիմա տեսեք։ Այս սերունդը 91 թվականին չեմ ասում իշահ աշխատեց այս բանին ազատագրական պայքարին ընտրեցին պրեզիդենտ մի հոգի էր ասեցին այս մարդը ձեր պրեզիդենտն է երբ որ անցավ մի քանի տարի երբ որ հասկացանք որ այս պրեզիդենտը հեսա պիտի գնա արդեն հրաժարական է տալիս ես այսօրվա պես հիշում եմ հրաժարականի ելույթը նույնիսկ տողեր եմ հիշում ժամանակը ցույց կտա չի հավատում Հա, ով է սպասում մտածման, ոչ մեկը չենք սպասում։ Հետո այս սերունդը երբ որ մեծացավ, նրանք ովքեր անցել էին Արցախյան պատերազմը, մենք արդեն, հա, մենք մտածում էինք ոնց եղավ, որ միացում ճչացողները ուղիղ 94 թվականի մայիսից հետո սկսեցին գոռալ անջատում։ Հարցրեցինք, ասեցինք, ինչև է գոռացի 92 թվականից Արցախի անկախությունը Հայաստանը հրաժարվեց Արցախից եւ էլի սահմանադրությունը խախտելով սեպտեմբեր 2-ին անցկացվեց հանրաքվե Արցախում անկախության համար։ Դա միջև 94-ն է եղել, Էդուարդ ջան։
Վարդան ջան, երբ որ փոխվեց երկրորդ նախագահ, երբ որ եկավ երրորդ նախագահ, եկավ չորրորդը, վաղը կգա 5-րդը, մյուս օրը կգա 6-րդը, ես չգիտեմ, օրինակյամ եմ ասում։ Արդեն նոր սերունդը հիմա 18-20 տարեկաններ արդեն տեսել են 3-4 նախագահների պատմությունը, կարդում են, որ եղել է սա, հետո եղել է սա, հետո եղել է սա։ Միայն մեկի դեպքում սովետական միությունից թռնելով անկախ պետության եւ ունենալով պրեզիդենտ, նոր սերունդը բացարձակ այսպես մտքով էլ չէր անցկացնում, որ 20-30 տարի հետո այս նորանկախ հանրապետության ցանկացած նոր իշխանություն տալու արդեն եղած է, բերելու են, հասցնելու են այն շախմատային լեզվով ասած ցուկ ցվանգի, հա, երբ որ դու հակառակորդին բերում ես, հասցնում ես մի իրավիճակի, երբ որ նրա կայացրած ամեն նոր որոշում ավելի վտանգավոր է դառնում, քան նախորդը։ Հիմա այս սերունդը արդեն կարողանում է հասկանալ, որ այ բալան 91 թվականին էնտուզիազմով էսպես եկան, անկախություն, գնացինք ազգային ազատագրական պայքար, հա, գնացին, հասան, հետ եկան։ Հետո եկավ երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, չորրորդ նախագահ, այս մարդիկ սկսեցին հասկանալ, որ շատ քիչ տոկոսն է հասկանում, նոր սերունդը ասելով, Վարդան ջան, շատ քիչ տոկոսն է կարողանում այդ վերլուծողական հմտություններին տիրապետելը, շատ քիչ մարդիկ են հասկանում, որ հիմա այսօր բերել են ժողովրդին 30 տարվա մեջ, արդեն 33-34 տարվա մեջ բերել են մի իրավիճակի, որ հարցնում ես, ասում ես, ինչի է սա ընտրել։ Լավ, ինչի ես ընտրել։ Լավն է սա, ասում չէ, սա լավը չի։ Բան չի ես ընտրել, ասում որովհետև սա ավելի վատն էր։ Այսինքն մենք չենք ընտրել լավին, մենք ընտրել ենք մենք չենք ընտրել վատին, հասկանաս, ոչ թե մենք ընտրել ենք լավին, մենք չենք ընտրել վատին, ավելի վատին։ Հիմա բերում ես, բացատրում ես, ասում ես ելի ժողովուրդ, հայերի հետ անմարդավայել, այսպես անմարդկային, այսպես կոտորածների ցեղասպանություններից հետո Քեմալն անցավ հույներին։ Ինչի հայերից հետո, այսպես զուգահեռաբար գնում էր հույներ, եզդիներ։ Հունական իշխանությունը կարելի ասել ոչ թե գնաց հանցավոր համաձայնության, ոչ թե գնաց ու ծախեց Հունաստանը, հա, պարզապես խաբվեցին Քեմալի խոստումներին։ Քեմալը խաբեց հույների կառավարությանը, տանուլ տվեցին, ժողովուրդը վեր կացավ, կառավարությանն ասեց սիրելի կառավարություն, բանակը տվել են քեզ, երեխեքին տվել են քեզ, հարկերը տվել են քեզ, մեր վստահությունը, մեր ապահովությունը, մեր ամեն ինչը տվել են քեզ, ուրա։ Արտը խախուտ մանեն կարկուտ, այստեղ չի աշխատում, ինձ խաբեցին, էսի հինը բերեց, էսի նորը տարա, ինչ եք խոսում, մենք դեռ 30 տարի առաջ էինք պարտվել, ինչ եք խոսում, վաղը կգա մեկը կասի մենք դեռ 4 նախորդ 4 օրոք էինք պարտվել, հասկանում ես, հույները Վարդան ջան, ցիցը հանեցին իրենց կառավարությանը։ Հույները չհարցրեցին, բա որ սրանց ցիցը հանենք, կարող է կարծեն ավելի վատը գա, ասացին ոչ։ Հիմա ժողովրդական, այսպես լեզվով ասած, թասիվն ու նամուսը թույլ չի տալիս մեզ, հույների խոսքն եմ ասում ես, թույլ չի տալիս մեզ սրան պահել էստեղ։ Այնտեղ ավելի վատը կա, նրանից վատը կա, նրանց հարցերն էլ պիտի լուծվի, հերթով, բոլորով բերել, այսպես ծնկի բերել, ասել էլ մատ եկեք, այստեղ չի աշխատում պետությունը տալու տարբերակը, որովհետև ինձանից առաջ նախորդ երեքը տանուլ էին տվել։ Հույնեն ասեցին տղա ջան, քեզ որ բերեցինք, դրեցինք այստեղ, դու որ նստեցիր պետության, ասենք, աթոռին, գերագույն գլխավոր հրամանատար դարձար, լծակները տվեցին քեզ, դու չգիտեիր ինչ օրի է պետությունը, գիտես չէ։ Այսինքն այնպես չի, որ դու եկար նստար նոր իմացար պետությունը ոնց է, քեզ ամեն ինչ բերել են, բացատրել են, այսպես Սարքովի ոչինչ չկար, ցիցը հանեցին։ Հիմա հույների հաջորդ սերունդը Վարդան ջան արդեն գիտեր ում ընտրեր։ Ես ինչի համար եմ ասում, պետությունը կայացավ ոչ թե այն օրը, որ հռչակագիրը կարդացին, պետությունը չի կայացել։ Հռչակագրով չեն անկախանում, հռչակագիրը թուղթ է, որը հայտարարում են։ Անկախանում են այն օրը, Վարդան ջան, երբ որ արմատապես փոփոխվում է պետականության հիմք հանդիսացող 4 հիմնարար սյուները, սա կոչվում է ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, բանակ։ Այսինքն ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, բանակ, պատկերացրու պետականություն են կառուցում, այդ 4 սյուները պիտի դնենք։ Այդ 4 սյուները մենք չունենք, բայց կանգնել ենք տան կտուրին,
սովետական արմատուրեքով այդ բաների վրա կանգնած տանկտուրին, որ հələ մնացել են այդ կենցաղային լեզվով ասած այդ բալկեքս, չգիտեմ, այդ սյուները, փաստացի սովետական հիմքեր են դեռևս այդ տանտակ։ Դու եթե արմատապես չես փոխում այդ պետականության սյուները, քո կարդացած հռչակագիրը ում աշկերին էր թոս փչում։ Այդ հռչակագրի վրա այդ սերունդը, որ բացարձակ տեղեկություններ չուներ, ինչ է նշանակում արամացան խաղեր, չգիտեմ, սերունով էր, մի 6-նով էր, 9-ով էր, վեր կացան, ասեցին եկեք անկախանանք եւ զոհվեցին եւ գնացին եւ նույնը եղել է հիմա Վարդան։ Ես չեմ խոսում օրինակ այն օրը մեր երիտասարդներից մեկը զրուցում ենք, ասում է ես չեմ արտվել, ասում է ինձ այդպես մի ասեք։ Չէ, ասում եք, սա վիշապ է, սկսեն ուսի վիշապը։ Ախր չավորվել են, ապրել են, դաստիարակվել են, կրթվել են այս հասարակության մեջ։ Կներես, ես ուզում եմ պանտատեմ քեզ։ Իվա եւի կապի այդ խնդիր կան, իմ մոտ կտրտվեց, ես վստահ եմ, որ ճիշտ ձայնագրվել է։ Երիտասարդն ինչ ասեց, այդտեղից սկսես նորից։ Երիտասարդն ասեց ես չեմ պարտվել, ես այդպիսի արտահայտություն չեմ ընդունում։ Պարտվել է բարձրագույն գեներալիտետը, պարտվել է հրամկազմը, պարտվել է նախագահը, վարչապետը, չգիտեմ, պաշտպանության, պարտվել ենք, որովհետև Արցախում դավաճանեցին, այստեղ ասում եմ լավ, ենթադրենք դավաճանեցին, ոչ թե ենթադրենք, այլ այդպես էլ կա, բայց չէ որ այդ դավաճանները ծնվել են քո հասարակության մեջ, այդ դավաճանները գնացել են մանկապարտեզ կամ դպրոց կամ բուհ կամ բանակ, չգիտեմ, հասել են հրամկազմ քո հասարակության մեջ եւ վերջապես ում անունները որ դու տալիս ես, մինչև այսօր մնում են ամեն մեկը իրենց տեղերում։ Ես ինչի համար եմ բերում հույների օրինակը։ Հույները չմտածեցին, ախր գիտես ինչ, եթե բռնենք բոլորին գլխատենք, ախր մենք քաղաքական մատերիալ չունենք, այն որ ասում է, բա ով։ Ասում ես ախպերջանեն հայտնի սկեչիպես ասած, լավ դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Այդ 4 հոգու անունն ուրիշ անուն չգիտեք։ Ասում ես, բա ով, գնում ես սրան, ասենք մեկի անունը տաս, կասեն, դա արևմտամ է, էսի ռուսամ է, էդի վրացամ է, էսի թուրքամ է, էսի այն այսը։ Ասում ես, այ ժողովուրդ ջան, իրականում այդպես է, իրականում շիլաշփոթ վիճակ է, բայց ամեն ինչի պատասխանատվությունը Վարդան ջան գնում է 91 թվականի հռչակագիրը կարդացողների թմի ուսերին, որովհետև այդ թիմը հիմա որ վերցրել են այս մարդկանց մասին գիրք են գրել եւ դա ժողովրդին տալիս են որպես երրորդ հանրապետության հիմնադիրներ, այդ երրորդ հանրապետության հիմնադիրներին պիտի մի կերպ ինչ-որ մի կերպ կարողանաս գնալ գերեզմաններից հանել բերել, ասել սիրելի մարդիկ, չէ՞ որ ձեզ տրվեց հազարամյակների մեջ եզակի հնարավորություն, կռիվ չտվեցիք, զոհեր չտվեցիք, ոչինչ չտվեցիք։ Սովետական միությունը փլուզվեց, բոլորը հերթով անկախացան։ Բայց երբ որ բոլորը հերթով անկախացան, սովետական միության իրավահաջորդը հասկացավ, որ այս ֆորպոստերը ոչ մի կերպ չի կարելի կորցնել։ Հասկացան, որ սովետական միություն չի։ Ախպեր ուզում եք հռչակագիր կարդակ, արխային կարդացեք, ես դեմ չեմ։ Բայց կարդալը եւ անելը դրանք կյանքի ու մահվան պես տարբեր բաներ են եւ ես ձեզ հերթով կասեմ, որ այդ իշքան եք եւ ասեց։ Տեսանք Ուկրաինան ինչ եղավ, Ղազախստան ինչ եղավ, Մոլդովան ինչ եղավ, Հայաստանն ինչ եղավ, Ադրբեջանն ինչ եղավ։ Վարդան ջան, այսպես մատերի վրա պտտեց, իմիջիալից 40 թվական, դեռևս 40 թվական։ Ինչ է 40, 39 թվականին։ Ասում են պատերազմ արդեն սկսվել էր, երկրորդ աշխարհամարտը սկսվել էր, գիտես։ Հիտլերն արդեն իրենով էր արել Ավստրիան, Չեխոսլովակիան, իմիջիալից պարոն Ստալինը եւ ընկեր Ռուզվելտը, այսպես ասած, կուրը տվեցին Չեխոսլովակիային, չեխերին կուրը տվեցին, երկուսը միասին։ Ռուզվելտը չէ, բանը Չեմբերլենը։ Ռուզվելտը պատերազմի մեջ չէր մտել, պատերազմ չկար։ Ես դրա մասին չեմ խոսում։ Սա արևմտյան պատերազմ չկար, չեմ ասում պատերազմի մեջ է։ Սա պատերազմ չէ, պատերազմը դեռևս չէր սկսվել։ Պատերազմը սկսվեց 39 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ որ Հիտլերը մտավ Լեհաստան, բայց Լեհաստան դեռ չի մտել։ Այդ Մյունխենյան հայտնի պայմանագիրը, հա,
երբ որ Չեմբերլենը, Մուսոլինին, Հիտլերը, կարծեմ Մոլոտովին է Ռուսաստանից ուղարկում, եթե չեմ սխալվում, այդ երբ որ ստորագրում են այդ Մյունխենյան պայմանագիրը, Մյունխենյան պայմանագրով արևմտյան թույլտվությամբ, եվրոպական թույլտվությամբ, ռուսական թույլտվությամբ Գերմանիան վերցնում է Սուդետների մարզը, Չեխոսլովակիայից վերցնում, ասում է տեղ գործ չունեք, այն կողմ գնացեք։ Բոլորն են այսպես մի կողմ ենք հաշվում։ 40 թվականի երբ որ մտնում է Ֆրանսիա, այստեղ մի հատ փաստ արձանագրենք, էլի։ Փաստ արձանագրենք, դա 40 թիվն է։ Չէ, 38։ դա դեռևս 38-ին է։ Հետո 39-ին մտնում է Լեհաստան։ Նայեք, ունեմ փաստացի 38 թվականին 5 տարեկան Գերմանիան, որ ընդամենը 5 տարի առաջ ոչնչություն էր, ոչ տնտեսություն ուներ, ոչ ֆինանսներ ուներ, ոչ արտադրություն, ոչ մի բան չուներ։ Սով ինֆլյացիա, գործազրկություն համատարած 5 տարվա մեջ դառնում է այն երկիրը, փաստը մարզանագրում, հա, որ ուղղակի խոսքի վրա ասում է սա ինձ պետք է, ու բոլորն ասում են, հա, Չեմբերլենն էլ թուղթը վերցած գնում է վազում է Անգլիա, ասում է ես փրկեցի աշխարհը պատերազմից։ Այսինքն ինքն չկարելի է անել 5 տարվա մեջ։ Սա ուղղակի Վարդան ջան, իրականում որ մնացած ասեն, ախր ինչ է զուր վերցա։ Իրականում Հիտլերի այս պահվածքը, եթե հասել են դրան, հա, սա մեծ ավանտյուրա էր, շատ մեծ ավանտյուրա էր։ Մեծ ավանտյուրա էր այն իմաստով, որտեղ Գերմանիան բավական ռեսուրսների չէր տիրապետում։ Այս ամեն ինչը բլեֆի վրա էր գնում ավելի շատ։ Կտամ կսպանեմ, կջարդեմ, կպնեմ, ճիշտ անում էին, բայց տնտեսություն չունեին, զենք զինամթերք չունեին։ Հիտլերի այսպես գերագույն գլխավոր նպատակներից մեկը Կովկասն էր։ Մտածում էր, երբ որ հասնեմ Բաքու, Հայաստան, չգիտեմ, այդ ռեսուրսները կարողանամ ինձանով անել, ես կդառնամ ամենագերեզոր երկիրը։ Բայց այդ այսպես կենցաղային լեզվով ասած, այս վերջին տարիների ամենատարածված բառով, եթե ասենք, այդ դուխը այսպես բլեֆով ասեց ես կանեմ։ Ավստրիան վերցրեց Չեխոսլովակիա, սա չի խոսքը, բայց 40 թվականին երբ որ մտավ Ֆրանսիա, սովետական միությունը, ասում են սովետական միության այդ դեսպանատան աշխատակիցները դուրս էին եկել փողոց եւ ողջունում էին Հիտլերին։ Հետո միացան Վիշի կառավարությանը, Մարշալ Պետանի հետ, երբ որ Մարշալ Պետանը գնաց Հիտլերի հետ համագործակցության, հետո գիտես Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը կնքեցին, այսպես սովետական միությունը գիտեր արդեն, չէ՞, Հիտլերից առաջ Մուսոլինի կար, ֆաշիզմը Մուսոլինին բերեց։ Հիտլերը Մուսոլինին համարում էր իր, այսպես ասած, վարպետը, հա, իր Ստալինը ավելի շատ պահում էր Հիտլերի կողմը, ասում էր այդ անգլիացիներն են պատերազմ հայտարարել։ Բայց այդ Մյունխենյան հայտնի պայմանագիրը ամենա այսպես պատմության մեջ ամենավառ օրինակներից մեկն է հենց այսօրվա մեր իրավիճակի համար։ Եվ 91 թվականի սերունդը շատ բան չգիտեր Չեմբերլենի մասին։ Շատ բան չգիտեր։ 91 թվականի սերունդը նոր էր բրծել ՍՍՀ պատմությունից, կոլխոզները, սովխոզները, չգիտեմ ինչեր։ Հայոց պատմությունը սահմանափակվում էր Վարդան Մամիկոնյանով, Վասակ Մամիկոնյանով, այսպես գալիս է, հա։ Այնպես որ ասենք ես եմ այսօր գնացել քանդել բերել այդ մարդկանց մասին, այդ պոտենցիալի մասին խոսում, այդպիսի բաներ չկար։ Բայց Չեմբերլենը երբ որ գնաց այսպես ասած, ես փրկեցի Անգլիան, ես փրկեցի այսպես աշխարհը պատերազմից, այստեղ Չերչիլի ամենա այդպես հայտնի թևավոր դարձած խոսքն է, չէ՞, ասում է դուք պատերազմի եւ խայտարակության միջև ընտրեցիք խայտարակությունը եւ դրա համար կստանաք խայտարակ պատերազմ։ Այսինքն դուք ասում եք դուք եթե պատերազմը ընտրեիք, դուք կստանայիք այսպես մեղմ ասած ասիբով պատերազմ, այսպես կանգներ ասել, հա, ես այն Մագլի պես ասած, я принимаю бой, հա, որ ասում եմ մի принимаем бой։ Բայց եթե դու ընտրում ես խայտարակությունը, միևնույնն է դու էլի պատերազմ ես ստանալու, բայց արդեն խայտարակ պատերազմ ես ստանալու։ Ես ուզում եմ ցույց տալ, որ Հիտլերի օրինակի վրա Վարդան ջան Եվրոպայի հետ էր փորձում պայմանագրեր կնքել, Ստալինն հետ էր փորձում պայմանագրեր կնքել, Արևմուտքի հետ էր փորձում պայմանագրեր։ Հերթով բոլորին ասում էր ես չեմ գա, ես Անգլիա չեմ գա, նրան ասում էր ես Ռուսաստան չեմ գա, բոլորին այսպես թեև սովետական միությունը ինքը խախտեց այդ պայմանագիրը, մտավ այդ Լեհաստան, չգիտեմ, քանդեց, հետո ֆինական պատերազմ։ Մի խոսքով այդ ամեն ինչը մեծ ավանտյուրա էր եւ 80 միլիոն, գրեթե 70-80 միլիոն մարդկանց կյանք տարավ, բայց սա այն ամենավառ օրինակն էր պատմության միջից, որ խաղաղության պայմանագրեր չեն կնքվում։
Չի լինում այդպես, հասկանում ես, խաղաղության գնում են երկրները, որոնք ունեն մի զորավոր տնտեսություն, իսկ զորավոր տնտեսություն ունենալու համար ոնց ուզում ես պտտի Վարդան, ինչքան ուզում ես գնա աշխարհի զենքերը արվեր, չգիտեմ, աշխարհի 100 կամ 200 հայերին այսպես կուլակաթափարա կամ համոզի, չգիտեմ, միլիոնները, միլիարդները բեր, ոնց որ այդ հիմնադրամների ժամանակ էր գալիս, եւ այն ժամանակ, եւ հիմա թե ուր էր գնում, որտեղից էր գալիս, ուր էր գնում, այնպես մի լվացքի մեքենան մտնում էր, լվանում էին, կեսը հետ էին ուղարկում, կեսը մնում էր լրիվ ուրիշ տեղ, բայց ամեն դեպքում չէր գնում նպատակին։ Ինչ կուզես արա, եթե դու չես դրել պետականության 4 հիմնարար սյուները, քո պետությունը մինչև օրս չի կայացել։ Կուզես հռչակագիր կարտա, կուզես պատերազմ հաղթի, կուզես մարտեր հաղթի, կուզես ինչեր հաղթի, պետությունը կայանում է, երբ որ սերունդը ճիշտ է կրթվում, երբ որ ճիշտ պատմություն ես տալիս սերնդին, երբ որ բերում ես սերնդին, բացատրում ես, ասում ես սիրելի երեխա, դու որ գնաս մանկապարտեզ, մանկապարտեզում քեզ կդաստիարակեն։ Մենք մանկապարտեզում վարժապետներ չունենք, մանկավարժներ չունենք, մանկապարտեզում կոչվում են դաստիարակներ։ Մանկապարտեզից կտան տառ։ Այստեղ ուզում եմ լրացնել, որ ըստ այս չարիքի էս ԿԳՍՄ նախարարի հայտարարեց, որ դրոցում դաստալու համար մանկավարժական կրթություն էլ պետք չի։ Ընդհանրապես, պատկերացնում, ես կարող եմ ասել։ Այսինքն, այն ինչ որ ունեինք, Էդուարդ ջան, բանակ, ընտանիք, մանկապարտեզ, հա, դպրոց, լավ թե վատ, ասենք ինչ որ մի շրջան, լավ թե վատ աշխատում էր ինքը, բայց սրա միսիան, այս վերջի չարիքի, ուղիղ դպրոց, ուղիղ բանակ վերացնելու խնդիրն է դրված։ Դե ընտանիքն էլ մարդը բացատրում է ընտանիքի կառուցվածքը որն է։ Որդեհաց ընդեկած։ Այսօրվա կյանքով պիտի ապրես, այսինքն այս բանաձևերը անառակության բանաձևերը, Սոդոմ Գոմորի բաները, ֆորմուլաները դրվում է հասարակության հիմքում։ Սա ընտանիքն էլ է մտելու, դպրոցել է մտնելու, մանկապարտեզ եւ այլն եւ այլն։ Արդեն ճան այդ Սոդոմ Գոմորի այդ, չգիտեմ, ֆորմուլաները քո ասած ամբողջ աշխարհում կա։ Ամերիկայում էլ կան, Եվրոպայում էլ կան, Հնդկաստանում էլ կան, Չինաստանում էլ կան, այնպես չի որ մենք եզակի։ Այստեղ ոչ միտեղ պետական քարոզչության թեմա չի դա։ Այստեղ գիտես հարց է Սոդոմ Գոմորն էլ չի, հարց է այստեղ հիշում ես սովետական այդ ֆիլմը շիտի մեջ։ Սուր եւ Վահան ֆիլմ ունենք, այդ բանի մասին էր, այդ հետախույզի մասին էր, Վայսի մասին էր։ Ես հիշում եմ այդ երգը, որ մի սկսում էր, ինքը բազմասերիանոց, մի քանի սերիանոց ֆիլմ էր, Շիվո Начинается Родина, կարծեմ Կաբզոնն էր երգում, եթե չեմ սխալվում, հա։ Շիվո Начинается Родина с картинки в твоем букваре։ Այսինքն այդ այբենարանը, որ բացում ես, Սոնե սովետական ռոպագանդան ասում էր հայրենիքը սկսվում է այբենարանից, այսինքն այդ երեխան, երբ որ մանկապարտեզից գնաց դպրոց, այդ այբենարանի մեջ ինչ նկարեցիր 18 կամ 20 տարի հետո, ըստ այդ նկարների դու ստանալու ես կամ ռաբիս սերուն, որ քշում են իրար վրա, թքում են լուսամուտներից, չգիտեմ, վախենում ես մեկին, դու ճանապարհ ես կտրում են Վարդան ջան, վախենում ես զգուշացնես, պրոստը զգուշացնես, սիգնալ տաս կամանց։ Որ ասես գիտես ինչ, կամած, հանկարծ չկպնենք իրար։ Ինքը դա կընդունի որպես ագրեսիա, ճիշտ ենք խփենք, մորթեն իրար, չգիտեմ ինչ կանեն։ 91-ին էլ էր տենց են նոր անկախ այդ, չգիտես այդ բանի ժամանակները, հա։ Երրորդ հանրապետության հիմնադրի ժամանակներել էր մեր այդպես։ Մորթը միլիարդ ծեծը ինչ արթում ինչ գիտես։ Բայց երբ որ դու այբենարանի մեջ նկարում ես ստևը եւ սպիտակը, այբենարանից երբ որ տառաճանաչության հետ իրեն ցույց ես տալիս սևը եւ սպիտակը, դու երեխային բերում ես 18 տարի միջև այդ երեխան դպրոցն ավարտում է, գնում է բանակ, գալիս է, նույնիսկ բանակը պիտի լինի ինտելեկտուալ։ Այդ երեխան գալիս է հետ բանակից կամ 16-17 տարեկանը, երբ որ չգիտեմ, անձնագիրը երբ են տալիս, գնում է ընտրության։ Ընտրությունից է կախված, չէ՞, սա ամենը, Վարդան ջան, այսինքն մենք ընտրել ենք։ Հիմա տես, այս հասարակությանը, հասարակության մեծամասնությանը, եթե դու ընտրության հնարավորություն ես տալիս հիմա այս հասարակության մեծամասնությանը, դու տեսնում ես ինչ ենք անում մենք։ Բա ինչ պիտի ընտրեն։ Եթե քո մանկապարտեզը, դպրոցը, բուհը եւ բանակը չասենք, բանակը այսպես ավելի շատ
օրենքին հղում անելով, հա, երթումը տալիս են, ասում են դե գնացիք всё։ Ոնց որ այն ժամանակ Զառոձին ու Զաստալինը։ Այս երեխեքն ընդհանրապես օրենքի տակ են, ընդհանրապես օրենքի տակ են։ Բայց մինչև օրենքին հասնելը Վարդան ջան, հիմա դու պիտի կարողանաս սևը եւ սպիտակը տալ այս երեխեքին, ասել սիրելի հայեր, ինչու եք գնում ընտրում սրան, որովհետեւ սրանից եք վախենում։ Տես Այսպես մի բան էին կարել, ալեգորիկ կարճ ասեմ, հա, որ ժամանակի առումով շատ բան չանենք։ Պատկերացրեք, անտառի բնակիչները մի օր արթնանում են, եկել տեսնում են, որ նապաստակին դրել են անտառի թագավոր։ Օրինակ, պատկերացնում ես, չէ՞։ Գնում են նապաստակին, ասում են նապաստակը անտառի թագավորն է։ Իսկ ո՞նց եղավ, sense նապաստակառուցին կանչում արստելով։ Միջափալաղ առուցին, միջափալաղ վագրին, միջափալաղել գա, օրինակ ինչ է, գայլին կամ արջին, չգիտեմ։ Նապաստակից առաջ անտառի թագավորներ եղել են առյուծը, վագրը եւ արջը, օրինակ։ Այս առյուծը, վագրը եւ արջը են օրի են հասցրել այս անտառի բնակիչներին։ Այս անտառի բնակիչները երբ որ տեսնում են նապաստակը մի հաթալոշ տալիս է այս երեքին, կախվում են նապաստակի ոտերից։ Նապաստակը կամաց տանուլ է տալիս անտառը։ Կիսում անտառը, ծախում անտառը, իստիցեսին հասարակությունը ասում է, հո, նապաստակ, մենք է սրա համար չենք ընտրել։ Ուզում են առաջ գալ։ Նապաստակն ասում է, բա մոռացել եք։ Վագր կա այնտեղ, առյուծ կա այնտեղ, արջ կա։ Նապաստակին մի քայլ առաջ ես գալիս։ Վագրը, առյուծը եւ արջը տենց զուգահեռաբար մի քայլ առաջ են գալիս։ Քանի դրանք մի քայլ առաջ են գալիս, այս հասարակությունը նորից կախվում է նապաստակի ոտներից։ Ասում այ բալամ ջան, ինչի եք ընտրել նապաստակին։ Ոչ թե որովհետեւ նապաստակի այնքան ինտելեկտ ու խելացի, չգիտեմ ինչ ունի, որ ասում է անտառն էլ որ ծախի, մենակ են գայլը, առյուծը, վագրը հետ չգան։ Դու պատկերացնում ես ինչ են արել կրթական համակարգի հետ։ Ինչ ռաբիզ բաստիակություն է ներդրվել 91 թվականից։ Ինչ պրոպագանդա է աշխատել 33 տարիներ, որ հիմա իմ YouTube-յան հաղորդումների մեջ ումից կուզես խոսի Վարդան։ Ես երբևէ մեկին լավը կամ վատը չեմ ասել, ես հավասարապես ասել եմ, հա, գիտես ինչ, տո ձեր արևմուտքն է, տո ձեր հյուսիսն էլ, տո ձեր հարավն էլ, տո ձեր ամեն ինչն էլ։ Եթե սկսենք արևմուտքից խոսել, հանկարծ կմնաք տակը։ Եթե խոսենք ֆրանսիացիներից, եվրոպացիներից, ինչպես ֆրանսիացիները մեղմ ասած, այսպես խիստ բարեկամաբար վարվեցին հայերի հետ ցեղասպանության ժամանակ, նույն ռուսները, նույն չգիտեմ ինչերը, սրա մասին չեն խոսում։ Բայց գալիս ես, հասնում ես Կրեմլին, մի հիստերիա եւ միստերիա։ Ay ախպեր ջան, սիրտդ Լոնդոնն է ուզում արա, սիրտդ ասում ես, այդ ես այս հասարակության այս զանգված երբ ուզում եմ առանձնացնել, ուզում եմ հետ գնալ 91 թվական, հասկանալը չէ, որ սրանք 16-17-18 տարեկաններ չեն։ Սրանք միջին հասակի, այսինքն սրանք 91 թվական են տեսել։ Ուզում ես հասկանալ դուք 91 թվականի Հայաստանի Հանրապետության անկախությանը ինչ եք ասել։ Ինչ եք ասել դուք։ Որ այսօր կպել եք, այ հասկանում եք, ասում եմ մենք ընդամենը մի քանի տարի ենք ապրել մեր կյանքում, այն էլ բան է, սովետական միության ժամանակ կամ էլ Բրեժնևի դարաշրջանում, մեր Ջավախք ու մեր գյուղը մի պապիկ կար, 80-ից արդեն պապիկ էր։ Ես պետք է ասել, չէ, դուք չեք ապրել, դուք ուղղակի կարող եք երկու կուշտ հաց եք կերել, բայց դուք չեք ապրել, դուք հիմա չեք ապրում, գիտեք ինչ է նշանակում ապրելը։ Գիտես Վարդան, տես այդ պապիկն ասում էր, ես իմ կյանքում ընդամենը 3 տարի եմ նորմալ կյանք ապրել, ընել գերմանական պլեն։ Ասում էր, երբ որ ես գերմանական պլենից հետ եկա սովետական միություն, ուզում եի կանոնավոր հետ գնալ գերմանական պլեն։ Ինքը գերմանական պլենում ինքը ավելի մարդ ու ազատ ազգաց է, քան ազատ։ Ես այդքան էլ այդպես չեղավ, որովհետև եթե պատմությունը բացենք եւ հասկանանք ֆաշիստներն ինչեր են արել, սարսափելի կեղտոտ էր։ Նույն ձևի սովետական միությունում է գերմանացիների հետ էին անում։ Այստեղ խոսքը ուրիշ բանի մասին է, Վարդան, խոսքը նրա մասին է, որ լավ սովետական միությունը քանդվեց, գնաց։ Չգիտեմ, մենք արեցինք, մենք չարեցինք, տո Ամերիկան արեց, տո եւ կարևոր չի ով արեց, քանդվեց։ Հիմա դու առավոտը արթնացել ես ու էլ վարձով չես մնում։ Բնակարանը, որտեղ դու ապրում ես, բնակարանը, որը դու կառուցել ես, քո ձեռքից վերցրել են դու քո կառուցած բնակարանով վարձով էիր ապրում։
Դու վարձով ապրում ես մի բնականում, որը դու ես կառուցել։ Հետո երբ որ հետ ես գնում այդ վարձ վերցնողի տուն, հասկանում ես, որ քո բնակարանի մեջ վարձով ապրելու հետ համատեղ քո մարդիկ կառուցել են այս սրա տունը։ Քո մարդիկ կառուցել են այն նրա տունը, դու մնացել ես քո սեփական տան մեջ վարձող ապրող։ Ասեն մեկ ախպեր ռուսները թող մեզի պայեն, ռուսներին ռադար է, քելեկեթանք Ամերիկա, Ամերիկայից քելեկեթանք Խոսքը լրիվ ուրիշ տեղ էր, դու մնացիր մենակ, եկավ 91 թվականը, վերցեցիք այդ հռչակագիրը, կարդացիք։ Կրկնում եմ, ինչի համար իշա աշխատեց, որովհետև սերունդը ՍՍՀ պատմությունից այն կողմ ոչինչ չէր տեսել։ Լայն ընտրություն չկար, չկային շատ վատ կերպարներ, սովետական միության պրոպագանդան մաքրել էր, զրոյացրել էր այն ամենը, ինչը վտանգավոր էր Լենինյան դրոշին։ Բերնար Շոուն շատ սիրուն արտահայտություն անում Վարդան, ասում է դուք սխալվում եք, եթե կարծում եք, թե պրոպագանդան հիմարեցնում է մարդկանց։ Ասում է պրոպագանդան ի սկզբանե նրանց համար էլ ստեղծված է։ Հենց այդպես է եղել, այսինքն այս մարդիկ մնացել են սովետական պրոպագանդայի տակ, ասում ես լավ, չգիտեմ Բրեժնևի ժամանակ, նրա ժամանակ կամ Ստալինի մասին առանձին հաղորդում է արել Վարդան, առանձին։ Բարուրից սկսած, այս մարդն ով ա եղել, ինչ ա եղել, ինչ խնդիրներ ա ունեցել, ոնց ա եղել։ Այս մարդիկ միջև այսօր ասում են Ստալինը հանդված սովետական միությունը վերցրեց, սարքեց ատոմային գերտերություն, պատերազմը հաղթեց, Հիտլերին ջարդեց, այ չես պատկերացնում ինչ են անում։ Մտածում ես, ասում ես, եթե ամբողջ աշխարհում, ասենք, սովետական միության այդ բոլշևիզմի գաղափարը այսպես զրոյացվի հողին, Հայաստանում այդ ուրվականը մնացել, Հայաստանում ապրում այդ ուրվականը։ Ձախ դնում, չգիտեմ, ձվեր դնում, որտեղ ամեն անկյունում մեկին sense ասում են բոլշևիկն է, կեցե բոլշևիզմը, կեցե Ստալինը, կեցե Բերյան, այ ժողովուրդ ջան, 5-6 հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդը լավ իսկականից այդ սկեչի պես որ ասում է դուք ինչքան պիտի անտեղյակ լինեք ձեր ինքնակենսագրականին, որ 5-6 հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդը 2024 թվականին պետության կեսը տանուլ տված 25,000 զոհեր 30-35 տարվա մեջ չհաշված երկրաշարժը այդ զոհերը տալուց հետո լավ նույնիսկ ձեր ողջ պատմության մեջ մի կերպար չունեք, որ դուք մինչև այսօր ասում եք մեզ Ստալինա պետք։ Ունեք դու կերպար։ Բա ինչ եմ անում ես, Վարդան, ինչ եմ անում ես։ Ինչ եմ անում, կարող է ես, չգիտեմ, Էլլարի Վարդուշտատիկն եմ, ասենք մեռելների հարություն եմ տալի կամ բախտ եմ բացում կամ բակոֆի բաժակ եմ նայում, ասում եմ, ինչ ես մեռելների հետ խաղում։ Բերում ես, բացատրում ես, ասում ես, սիրելի հայեր, եկեք ձեզ պատմեմ ձեր մասին, դուք տեսեք, դուք ինչպես եք կառուցել այն տները, որոնք եկել են վարձակալությամբ վերցրել են ձեր կառուցած տունը։ Դուք ձեր տնից բաժին եք հանել, տվել եք սրան, նրան, դուք ձեր տան մեջ, սեփական տան մեջ մնացել եք վարձով։ Հիմա սա ցավալի մի բան ասեմ, Վարդան, սա ցավալի մի բան ասեմ։ Ուրեմն 1600-ական թվականներին, ես չգիտեմ, մենք այս մասին խոսել ենք թե չէ, բայց քո ալիքի հետևորդները թող լսեն։ 1500 ավելի շուտ, մինչև 600-ը պորտուգալացիները գնում են Հնդկաստանը գաղութացնելու։ Պորտուգալացիները մտնում են Հնդկաստան, Հնդկաստանում Բենգալիայում գործող հայկական ջոկատները դուրս են գալիս պորտուգալացիների դեմ Հնդկաստանի ազատագրական պայքարի համար։ Տես որ թիվն եմ ասում։ Դեռևս Շահ-Աբաս չկա, դեռևս անցնում է մի 100 տարի, Շահ-Աբաս գալիս է, այնտեղից հանմատանում է նոր ջուղը, հետո աֆղանները գալիս են մտնում են նոր ջուղը, հայերը մյատել են դուրս գալիս նոր ջուղայից գնում են կալկաթաներ, բենգալյաներ, այսպես պորտուգալացիներից հետո գալիս են ֆրանսիացիներ, անգլիացիներ, այսպես տես այսպիսի մի նահանգապետ կար Արկոտի Նավաբի։ Այս մարդը որոշեց ըմբոստանալ անգլիացիների դեմ Հնդկաստանում։ Ասաց, ես եկել եք ձեզ տանտիրոջ պես եք, բան լավ եք անում, բայց մեր ժողովուրդը աշխատում են, տանջվում են, տառապում են, հարկեր են տալիս, դուք էլ այսպես առողջ ապրում եք, դուք էլ հարկեր տվեք։ Անգլիացիները մեղմ ասած այսպես ժպտացին, ասին մի քիչ պարոն նահանգապետ, ոնց որ մի քիչ խառնել ես, հա, դու չես պատկերացնում իմ հետ ինչ ես խոսում, ինչ անշնակում հարկեր տվեք։ Մենք
Այս նավագինը բոստացավ։ Երբ որ ըմբոստացավ Վարդան, անգլիացիները մտածեցին, որ մի երկու ապտակ կտան, հեսա կնստի տեղը, դե ինչ ունեին հնդիկները, ոչ մի բան։ Ասեց ես պիտի պայքարեմ անգլիացիների դեմ։ Մի հոգի կար Վարդան, ընդամենը մեկ մարդ։ Ուրեմն ինչ անեմ, գնում այս մարդուն, այսպես դիմում այս մարդուն, ասում է սիրելի մարդ։ Այսպես խնդիրներ կա անգլիացիների հետ։ Ինչ փող, չգիտեմ, ինչ ոնց գումար ես այս կողմից են կողմից կճարում, դու պիտի Վարդան 3 ամսվա մեջ հնդանոթների եւ մուշկետների արտադրություն է հիմնում այս տղան։ Հնդանոթների եւ մուշկետների։ Անգլիացիները ասես մի փոքրիկ այսպես ջոկատով գալիս են նավաբի հարցերը լուծելու, մի քիչ տեսնում են ինձ որ հնդանոթներից ու մուշկետներից կրակում են։ Այ քեզ բան։ Երբ որ առաջին գերին վերցնում են, մուշկետը ձեռքից առնում են, տեսնում են որ իրենցը չի։ Իրենց մուշկետներից լավն է։ 6-7 ամիս, հələ մի հատ պատկերացրա ինչ թվերի մասին է խոսքը, Վարդան, ինչ բանակի մասին է խոսքը, войск увеличество, պատկերացնում ես ամբողջ աշխարհը դողում էր դրանից։ Այ բալան, ես սրանք չեն կարողանում մտնել կալբան Բենգալիա։ Այնտեղից Անգլիայից, Լոնդոնից, բանից այդպես արդեն անհանգստանում են, ասում են, այ 2-3 հոգի մարդեր մի սիլապ դիտեք, ես 8 ամիս, այդ ում դեմ եք այդքան կռիվանում, ասում են այնտեղ ինչ-որ մի հատ հայ կա։ 8 ամիս, Վարդան, 8 ամիս։ Նրա հիմնած, ասենք, այդ մուշկետների, թնդանոթների արտադրությամբ անգլիացիները չկարողացան մտնել։ Եվ ոնց մտան, վերջապես տեսան չեն կարողանում հաղթել այս մարդուն, այ ախպեր, войско ее величество չի կարողանում հաղթել այս մարդուն։ Գնացին այդ մահմեդական զորք հրամանատարին կանչեցին, բերեցին, պես գրպանները մի քիչ փող-մող դրեցին, ասին այդ տղա ջան, մատ մեջքից խփի դրան էլի, քեզի լավ կնային, քեզի այդ մահմեդական զորքի հրամանատար այդ տղու հետ կռվում էր անգլիացիների դեմ, բայց առան։ Կաշառեցին, թիկունքից խփեց։ Երբ որ թիկունքից խփեց, անգլիացիները մտան Բենգալիա։ Այս մարդը Հնդկաստանի պատմության մեջ կա որպես Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի հերոս Գորգին խան, Գեորգի Հարությունյան։ Երբ որ Գորգին խանին գցում են, մտնում են Բենգալիա, այդպես զորքը արդեն հանձնվում է, գիտես ինչ են անում անգլիացիները Վարդան։ Այսպես հնդիկ, չգիտեմ, ինչ կասում են, մենք կողմ գնացեք։ Այն հայրին ասում են եկեք այստեղ։ Հայկական ջոկատների հրամանատարների հավաքում են հերթով, չգիտեմ, 10, 11, 12 հոգի դնում են այնտեղ անգլիացիները չեմ հիշում, այս բան դրանց հրամանատարի անունը կարևոր չի, հարցնում են։ Ասում են հայ սիրելի հայեր, մի քիչ կենցաղային լեզվով եմ ասում են, ծուր նստենք ուղիղ խոսենք, էլի։ Այ բալամ, գնացինք Օսմանյան կայսրություն 1600 թվականի մասնախոսք։ Հայկական ջոկատները դուրս եկան մեր տեղ։ Գնացինք արաբական երկրներ, հայկական ջոկատները դուրս եկան մեր դեմ։ Գնացինք Պարսկաստան, հայկական ջոկատները դուրս եկան մեր դեմ։ Ուր գնացինք Բիրմա, գնացինք հայկական ջոկատները։ Գնացինք Մեքսիկա, լսի հայկական ջոկատները դուրս եկան մեր դեմ։ Առաջ նույն բանը ասում է Ալեքսանդր Մակեդոնացին, որ մտավ Պարսկաստան, ասում հայկական ջոկատները էլան դեմներս ճանապարհը փոխեց գնաց դեպի Հնդկաստան։ Բայց գիտես անգլիացիներն ինչ են ասում։ Ասում են ինչի համար, որ պատճառով բացատրեք մեզ սիրելի հայր, որ աշխարհի երեսին որ քառակուսի մետրի վրա մենք գնանք, դուք դուրս եք գալիս մեր դեմ, բայց երբ որ մենք փորձում ենք Հայաստանի հետ ինչ որ խնդիր կամ հարց, մեզ ասում են դիմեք ցարական Ռուսաստանին։ Լավ, դուք տուն ու տեղ չունեք։ Պարսկաստանի համար, Հնդկաստանի համար, Չինաստանի համար, Բիրմայի համար, Մեքսիկայի ազգային ազատագրական պայքարի հերոս։ Ես այս մարդու մասին որ կարդացել եմ, Վարդան գժվել եմ։ Հարբերտից վերագնացել, կացել, գնացել է ասել է Մեքսիկա։ Գնացել է Պանչովիլայի զորքերի դեմ է կռվում այս մարդը։ Դարձել է գեներալ Մեքսիկայի ազգային ազատագրական պայքարի հերոս։ Ասում ես այդ տղա ջան, դուք իսկականից էլի տուն ու տեղ չունեիք։ Ցարական Ռուսաստան ասեցիք դե չենք կարողանում դեմնարկել։ Եկան բոլշևիկներ, ասին դե բոլշևիկները նորից են գալիս 91 թվականին։ Ձեր հռչակագրի հետևում արդյոք կանգնած էին պետականության սուներ հանդիսացող 4 հիմնավոր այդ ընտանիքը
մանկապարտեզը, դպրոցը եւ բանակը։ Վարդան ջան, 50, 40, 30 տարեկան մարդ երբ որ հասնում է կառավարության, երբ որ նրան լծակներ ես տալիս, երբ որ նա սկսում է լծակներն օգտագործել իր ժողովրդի դեմ, դու անհատների վիզը կտրելով հարցը չես լուծում, որովհետև հետևից գալիս է մյուս անհատը, որովհետև գնում ես 30 տարի հետ, գալիս ես 30 տարի առաջ, տեսնում ես ոչինչ չի փոխվում, 30-ն էլ հեչ, 100 տարի հետ ես գնում, տեսնում ես այն ժամանակները տենց, ասում ես սիրելի հայեր, այդ սովետական, ցարական, հնդկական, պարսկական, ամերիկական, եվրոպական, ռուսական սյուները միջև չջարդեք եւ ֆունդամենտը չգցեք պետականության, որ դու պիտի կրթես քո սերունդը, դու պիտի քո սերունդին ճիշտ ինֆորմացիա տաս իր կենսագրականի մասին, Վարդան ջան, տոհմածար գոյություն ունի, ես չգիտեմ ուրիշ ազգերի մեջ էս բարի ավանդույթը կա թե չէ։ Ես հիշում եմ, որ լուսահոգի հոպարս ինձ առաջին անգամ տարավ գյուղ Ջավախ պատի վրա այդպես մեծ նկարածել, ինքան հետաքրիր էր ինձ։ Անուններ, որ ապրել են 100-200 տարի առաջ, այսպես, ու նայում ես ճյուղեճյուղ, Բաքու ժողովուրդը բացատրում ես, պատմում ես, ասում ես սիրելի հայեր, Հենզելի Գրետելի պատմությունը հիշում ես, այդ բարի հեքիաթը մեր մանկության, այս անունները Վարդան, առաջին 3-ն 4 գիրքը ճանապարհին է, այս անունները այդ Հենզելու Գրետելի հեքիաթի պես հացի փշրանքների պես թափված են մեր պատմության ճանապարհին, բայց վերցնող չեղավ։ Գրպաններից ինչ անունները անգել, որովհետև գրպանները ծակ էր ու ոչ մեկ չի վերցրել էդի։ Բացատրում ես, ասում ես լավ, վերցրել էինք։ Թե որ Ոստանիկ Ադոյանը չգնաց Ամերիկա, եկավ Էշմիածին։ Մայրը մահացավ էստեղ, սովամահ էին լինում։ Լավ, Ոստանիկ Ադոյանը գնաց Ամերիկա, ճիշտ է ինքնասպան եղավ, ճիշտ է շատ դժվար կյանք ունեցավ, կին իրան լավ չպայեց, բայց չէ որ Ամերիկայում դարձավ հայտնի նկարիչ, Արշիլ Գորկի։ Այս մարդը, որ մնացել էր սովետական Հայաստանում, նկարչության դասատուից այնքով գնալու էր։ Բայց չէ որ դուք Մերկելյան ունեիք, Ալիխանյաններ ունեիք, չէ որ դուք Երվանդ Քոչար ունեիք, որ Փարիզի ցոփ ու շվայտ կյանքը թողեց եկավ Հայաստան, Սասունցի Դավիթի արձանի մակետը մեկ շաբաթում հավաքեց, մեկ շաբաթում մակետը, եւ Հայաստանի սոցիալիստական կառավարությունը արգելք դրեց մակետի վրա, ասեց այ տղա ջան, այդ թուրը մեզ թվում է թե Թուրքիայի կողմը նայում։ Այդ ու է սուղում է թուրը։ Էդի Բա մեր ինչ էին անելու այս մարդիկ, ֆրանսիացիները մինչև այսօր գրում են, ֆրանսիացիները մտավորականներ ասում են, եթե Երվանդ Քոչարը չգնար Հայաստան, կնոջն էլ է թողեց ընդեղ եկա։ Ասում են, եթե Երվանդ Քոչարը չգնար, ինքը համաշխարհային, էլի համաշխարհային մասշտաբի էր, բայց եկավ սովետական Հայաստանը սատկացրեց ուղղակի այդ կալանքներ, էլ չգիտեմ ինչ էր, Լեռկամսարին ինչ որ դրեցին, նրան ինչ որ դրեցին, չգիտեմ, Չարենցին փակեցին, Իսահակյանին, ինձ հետաքրքիր է, գիտես, այդ Իսահակյանը երբ որ Փարիզից վերադառնում է, Իսահակյանին միանգամից տեղեկացնում են, ասում են վարպետ տեղյակ ես, որ Չարենցին կապտանքների են ենթարկում, բանտում, հաստատուղ կա Վարդան, ձերթում տպագրված հոդված, Իսահակյանն ասում է, բայց սա երկու կողմ ունի մեդալին, Իսահակյանն ասում է, եթե սովետական կառավարությունը որոշել է, որ Եղիշե Չարենցը շեղվել է ուղուց, ուրեմն մենք վստահում ենք սովետական կառավարությանը։ Ես հասկանում եմ, որ սա կասկածու եւ վախից արտահայտություն է, որտեղ Ավետիք Իսահակյանը մի քիչ ավելի ուրիշ պայքար էր տանում այս ամեն ինչի դեմ։ Սա մի քիչ ավելի խուսափողական, հասկանում ես, այդ պահին այտենց պետք էր ասել օրինակի համար, բայց չէ որ գոյություն ուներ մի հատ սարսափելի այսպես մայախատաս կրայու կոչված այդ հայերի համար մի քիչ այսպես ворթեգրած, հա, որ մտածում եմ, դե լավ, մեզ քանի չի հասե այդ հայտնի պատմությունը, երբ որ Կռեմլը կարողացավ Խանջան աղասի ձեռքով պատվազրկել Գյուլբենկյան գալուստին։ Հետաքրքիր է Վարդան, Թուրքիա եւ Կռեմլ, Անկարա եւ Մոսկվա ցանկացած խնդիր հարթելու համար օգտագործվում էին հայերը հայերի դեմ, ոչ էներձերները մխտրում, ոչ էներձերները մխտրում։ Սովետական միությունը միշտ ուներ Քաբուլյաններ, Միկոյաններ, չգիտեմ ինչեր, հա, ուներ Սարգիսովներ, որ Բերիայի զինված բանի պետներ այդ ինչ են ասում, Թիկնազորի պետներ, հա։ Ամեն ինչ ուներ, պետք էր օգտագործում էր։ Իմիջիայլոց
Վերջերս կարդացի Միկոյանի մասին, որ մեր հռչակավոր դեմքերից մեկի մասին, որ սովետական միությունը այս մարդուն վերցրեց, դարձրեց Կիրիլ Շոլկին։ Հաստատի Վարդան, ռուսական, ոչ թե ռուսական, ռուս պատմաբանները անկախ վերլուծաբաններ, անկախ պատմաբաններ, ես հաղորդումը ես մանրամասն նայել եմ փաստաթղթերով, ամեն ինչով այսպես քանդել եմ, նայել եմ, խոստովանում են, ասում են, այս մարդը փաստացի կասեցրեց երրորդ համաշխարհային պատերազմը, փաստացի։ Ամերիկայի պահվածքը ահա որ ագրեսիվ էր 45 թվականից հետո, ահա որ ագրեսիվ էր, Հիրոսիմա Նագասակից հետո, չեմ ուզում դրան անդրադառնալ, երբ որ միջուկային զենքը ատոմային ռումբը արդեն ստեղծվեց, Մետաքսյան Կիրակոսին օգտագործեցին, զենքը ստեղծեցին, այդ ամեն ինչն արեցին, հետո Խրուշովի հետ գնացին վիճաբանության, Խրուշովը եկավ ու հասկացավ, որ ինքը բան էր ուզում, այն ժամանակ կոչվում էր ցար բոմբա։ Խրուշովին քիչ էին այդ ատոմային ռումբերը։ Խրուշովն ասաց, որպեսզի Ամերիկային վերջնականապես լրացնենք, ինձ պետք է ցար բոմբա 100 մեգատոն։ 100 մեգատոն։ Երկու մարդ գնացին Խրուշովին դեմ, Կուրչատովը եւ Կիրակոսի Մետաքսյանը, երկուսին էլ հանեց, վռնդեց։ Մի խոսքով վերջում ինչի մասին էր խոսքը, Միկոյանին է ուղարկում։ Միկոյանին ուղարկում, ասում է գնա նա այդ քո այդ հայրենակցին ասա, թող իրան նորմալ պահի։ Անաստաս Իվանովիչ 400 ռուբլի թոշակ կտանք իրան, թող յոլա գնա, բայց գլուխը այսպես այնտեղ չխոթի։ Ասում եմ Միկոյանը իր սեփական որոշմամբ առանց Կրեմլին հարցնելու այդ 400 ռուբլին կտրեց սարքեց 200 ռուբլի, 200 ռուբլին էլ ձեռից առավ։ Մարդու, որը սովետին դարձրեց միջուկային գերտերություն եւ աշխարհի այդ ատոմային այդ բալանսը պահեց, ես չգիտեմ, ամերիկացիների այդ Տրումանը այդ փոխկապներ վաճառող այդ բիզնեսմենը լրիվ այսպես ուղեղը թափել էր դրա, այդ բանի ժամանակ, Պոցդամի ժամանակ, չգիտեմ, այդ պատմություններին հիմա պետք չի անդրադառնալ։ Լավ գիտես, որ գնդակահարողների պահանջված ցուցակը ինքը ավելացնում էր, ոչ թե պակասացնում էր Հայաստանից ամսեկանց, տարեկանց սպասվող գնդակահարություն։ Ավելացնում էր, ու գիտես, վերջին խոստովանությունը հարցնում են, ասում են Անաստաս Իվանովիչ, բա այսպես ատիլիչա, դոյլիչա գնացիր ուր հասար։ Սովետական միությունում քիչ մարդիկ այն, որ կարող են քաղաքական այսպիսի կարիերայով, ասենք, բարձրանալ, իսկ կար թե չէ Իլիչից մինչև Իլիչ հասած Ստալին, Բերիա վերապրածներ կային, թե չէ, որին Ստալինը գնդակարեց, որին Բերիան, որին Խրուշովը, հա, Խրուշովը երբ որ եկավ, Ստալինի ու Բերիայի անձնակազմից գրեթե բոլորին այսպես հերթով, բայց Նիկոյանը գնաց հասավ, որ հարցնում են, ասում են, բայց ձեր ժողովրդի հանդեպ ինչ արեցիք, պարոն Նիկոյան։ Գիտես ինչ ասում։ Ասма не все тогда били подлецами, подонками։ Ռեժիմ ասма բոլորից սարքել էր այդպիսին։ Մենք չէինք կարող այդպիսին չլինել, նույն Բերյան, նույնենի, բայց սա ինքնարդարացում է, Վարդան ջան, սա գիտես ինչա արտը խախուտ, մանեն կարկուտ։ Հիմա ոնց որ հիմա այս պահին դու հասկանում ես, որ պետությունը չկա։ Պետությունը վերջին, ասենք, այդ ճանկերով այսպես են, որ փորձում ես թևքի թափառության հաշվին, հեսա որ պիտի ինգնես անդունդը, հա, ու ոչ միայն քո ձեռքը բռնող չկա քո արջևից, մի հատ էլ քացով խփում են դոշիդ, որ դու ավելի հեշտ ընկնես։ Եվ սրա մեջ մենք դեռ գցում ենք, բռնում ենք, մենք դեռ որոշում ենք, ինչի համար չենք խփում կամ ինչի համար ենք ընտրում մեզ խփողին, որովհետև այն հետևից եկողները ավելի վատն էին։ Այսինքն այս 30-35 տարվա մեջ Վարդան ջան, տես հասարակությանը հատուկ մշակված ծրագրային ռոպագանդայով, հատուկ մշակված տեխնոլոգիայով բերում ես, հասցնում ես մի մակարդակի, որտեղ ինտելեկտը հավասարվում է գրեթե զրոյական մակարդակի։ Նյութապաշտությունը, ռաբիզը, չգիտեմ ինչը, կրոնավորությունը դառնում են գերակա,
Կարևորը խաչը վզնեցս կախ լինի, կարևորը մրջուն չտրորենք, հանկարծ չտրորենք, որովհետև մենք սուրբ մարդիկ ենք, այսպես կրոնավորությունը, ոչ թե հոգևորական, ոչ թե հոգևորությունը, այլ կրոնավորությունը, որ դու ցույց ես տալիս, իբր թե դու ես։ Ռաբիձը հասցնել ես մակարդակի կինո, երաժշտություն, թատրոն, թատրոնի դերասաններին բերել լցնել սերիալներ սարքել 1000, 2000, 3000 դրամանոց ռաբիզներ, հասկանում ես, պատկերացնում ես Խաչվանյան կարգը Աստված ողորմի մինչև այսօր ասենք ողջ լիներ, հանկարծ ասենք բանը դե փող չունես, պիտի Սվետլանա Գրիգորյանի հետ գաս մի հատ ասենք Ձյաննայի սերիալներում նկարլուս, օրինակի համար։ Ինչ կարգի բերեցին, հասցրեցին, չէ՞ որ 91 թվականին ձեզ տրվեց պետականության հիմքերը դնելու հազարամյակների մեջ երկրորդ կամ երրորդ հնարավորությունը, որը դուք նորից տանու տվեցիք, որովհետև այդ հռչակագիրը, որ դուք կարդացիք, եթե աներևույթ կնիքը դրած չլինեի վերևից, դուք դա ինչի կարդա։ Ես ձեզ ով էր թույլ տալու դա կարդայի։ Քանի դա չէր խանգարում, կարելի էր կարդալ, բոլորն էլ կարդացին։ Եվրաստանն էլ կարդաց, Ադրբեջանն էլ կարդաց, բայց որևէ մեկը այդ կարդացածից հետո չկարողացավ գնալ այդ պետականության հիմքերին։ Որևէ մեկը, որովհետև այս Ֆորդ պոստերը այնքան կարևոր են եղել, այս գալի գնային Պյոտրներից, Պավելներից արի Վարդան, գալի գնային ժամանակներից արի։ Ինչեր են արել, ոնց են արել, ու երբ որ բերում ես զուգահեռով այս պոտենցիալը, այս հզոր պոտենցիալը, երբ որ դնենք կշերքի մի նժարին, մյուս նժարին դնենք մեր հայոց պատմությունը։ Մեր հայոց պատմությունը մեր իսկ պոտենցիալին 100 անգամ զիջում է։ Մեր այս պոտենցիալը կշիռատվել այլոց պատմություններին, մեր նժարը իջել է։ Այդ սրա մասին է խոսքը։ Հիմա պատկերացրա դու դնում ես կրթական մի համակարգ, որտեղ այս պոտենցիալը բերում ես, դնում ես մեր պատմության նժարին։ Այս մյուս նժարին, Վարդան, ես չգիտեմ դու ինչ պիտի դնես, կուզես Ամերիկա դիր, կուզես Ռուսաստանն էլ վրան դիր։ Ես չեմ ասում, որ գոնե հավասար դիններ։ Ծանրի մասին խոսք չկա, չէր կարող ծանր լինել, որտեղ երբ որ նայում ես այս ամեն ինչը թողած ուրիշներին, ու նայում ես քո պատմության նժարին, որ իջել ենք, մենք իշքան իջել ենք, այն մնացածը ուղիղ զուգահեռականով բարձրացել են։ Այս սա է կրթական համակարգը, դու հիմա գնացել ես դպրոցում, ասում ես, չգիտեմ, պատմության գիրք էսպես, դատի տանք ես նրան հանենք, նրան դնենք, Վարդանից ու Վասակից ենքով մենք չենք անցել, Վարդան ջան։ Ոչ ոք չի խոսել մեդալի հակառակ երեսի մասին, որ գիտես ինչ սիրելի մարդիկ պատմության դասագրքով էտել չի լինելու, Էդվարդ ջան։ Այն մեծ սովետական դասագրքով այն ինչ որ ես ու դու գոնե գիտեինք, հիմա դա էլ չի լինելու։ Դե հիմա տես, հիմա համացանցի դար է, հիմա ինտերնետ կա Վարդան։ Հիմա մարդիկ Ես նռիմ համաձայն եմ, ասեմ, հիմա ես կներես այս բան մի բան դատեմ, ես որ լսում եմ գյուղերում դպրոցներն են փակվում, այս դպրոցի այս վիճակը, մտածում եմ, ասում, սա կարող է դառնա այն տրիգերը, այն շարժառիթը, որ մարդիկ սկսեն, ասած քեզ, համացանցով սովորել։ Եվ ես ովքեր հիմա դիտում են, ես պետքա մի բան վստահեցնեմ։ Իմ ամբողջ գիտելիքի դա լինի մասնագիտական, դա լինի, չգիտեմ, ամեն ինչի 60-70%-ը ես չեմ ստացել այդ ինստիտուտներում, կոնսերվատորիայում, համալսարաններում եւ այլն, մաստեր կլասներում։ Ես ստացել եմ ռեալ կյանքում համացանցով, մարդկանց հետ շփվելով, կարդալով, փորձելով եւ այլ, այսինքն դասական կրթությունը կարեւոր է, բայց դա իրականում մարդու կյանքի մեջ շատ չնչին դեր ունի։ Հա, հիմնական կրթությունը այսօր կարելի է արտակարգ կրթություն ստանալ համացանց։ Արտակարգ, այսինքն կարելի է Հարվարդ մակարդակի կրթություն ունենալ իր level-ով եւ բազմակողմանի սոսկալի, որ մենք այդ հնարավորությունը չենք ունեցել, մենք կախված ենք մի հատ արի տարբերենք իրարից Վարդան ջան, որպեսզի ժողովրդին էլ հասկանալի լինի, ինչ նկատի ունենք կրթություն ասելով։ Երբ որ ասում ենք կրթական համակարգ, մենք չենք խոսում ինֆորմացիայի եւ գիտելիքի մասին։ Տառաճանաչություն տալիս են դպրոցում, կամաց սովորում են, գնում են բուհը գիտելիք, է տալիս, չգիտեմ ինչ է տալիս, կրթական համակարգ, Վարդան ջան, ոնց էլ պատտես, գնում ես հետ ընտանիք եւ մանկապարտեզ։ Կրթական համակարգը սա ճիշտ դաստիարակությունն է, ճիշտ։ Իմիջիալոց մանկապարտեզների դաստիարակները պիտի լինեն խիստ ընտրված, որ 500 հոգուց 5-ը չկարողանան ընտրվել որպես մանկավարժ, եւ այդ մանկավարժը պիտի ստանա 10 անգամ ավել փող, քան գերագույն գլխավոր հրամանատարները։
Որովհետև գերագույն գլխավոր հրամանատարն այսօր եկավ մի բան բրնձեց թողեց գնաց։ Վաղը մյուսն եկավ, վաղը մյուս օրն եկավ։ Ֆրանսիայում մի 10-15 տարի առաջ հանդիպում էր բանի հետ։ Այն ժամանակ դեռ Սարկոզին էր եկել էր ժողովրդի հետ հանդիպման, հա, այսպես ձեռը մեկնելով, բարևելով գնում էր այդ ժողովրդի միջից բոլորին sense ձեռքը մեկնում էր, հա։ Ձեռքը մեկնես մի հատ պապիկես, պապիկը գիտես ինչ արեց։ Չեմ ուզում էլ այդ միջնամատը ցույց տվես, չեմ ուզում այդպես ցույց տալ, որ յանի դու ով ես, որ ինձ ձեռս մեկնում։ Սարկոզին այսպես շփտալով, բանով խնդալով մի քիչ նեղվեցին այդպես դրա այդ չունեմ մերի պես չէ էլի որ 160 հոգով ասենք 500 ոստիկան այդան մի հատ ինչ-որ գլխարկ պահելու ասեց ընտրությունից առաջ ասեց որ խնդրեմ կհիմնավորեք լավ ինչ եմ արել էլի մի հատ բացատրեք ասեք տեսնեմ ինչ եմ արել էլի ժողովրդի մեջ ասեք Պեչի թիկունքին ասել ինձ ասեք այստեղ բոլորը առաջ ասեք ինչի համար եք այդպես անում ինձ գիտես պապիկն ինչ ասեց ես հիմա մոտավոր միտքը թարգմանեմ հա ասում պետության ղեկավարը մենք մեր կենցաղային լեզվով մի հատ բառ ունենք, հա, ֆայլա բազար։ Որ մարդիկ գնում են, ասենք, այդտեղ աշխատանք են ման գալիս իրենց։ Ասում են դու օրավարձով աշխատող մարդ ես, այ բալամ։ Ես եմ քեզ պահողը։ Դու պիտի գաս չոքես դեմս, ասես շնորհակալություն։ Ես ինչ մի հատուկ վերաբերմունք ես ուզում։ Դու օրավարձով աշխատող մարդ ես, դու ինքդ էլ չես աշխատում։ Այս մարդիկ Դու վարձած բանվորն ես։ Այո, մեմ ասած, ասից ես եմ քո փողը տալի, ոնց որ քեզ բերեմ տունս ռեմոնտ անես։ Այո։ Հետո մի հատ էլ գամ, ասենք որ գաճը վատ քսացել ես, տունս գողացած թալանացել ես, մի հատ էլ ընկնեմ ոտերդ ասեմ շնորհակալություն կներես ախպեր։ Ես չեմ ուզում քեզ վատ բառ ասել, որտեղ քեզանից առաջը ոչ միայն գաճներ տարել, այլ դուր լուսամուտն էլ հետներ տարել։ Շնորհակալ եմ քեզ, որ միայն գաճն ու պարկետն ես անել տարել։ Դու պատկերացնում ես մոտեցումը։ Ասում եմ դու իմ աշխատողն ես, այդ տղա ջան, ես մարդիկ աշխատում են, որ դու փող ստանաս։ Իսկ մանկավարժը ուղիղ պատասխանատու է 20 տարի հետո խաղաղության եւ պատերազմի համար։ Կարելի է քեզ ընդհատեմ Էդուարդ ջան, այն ժամանակ ես քեզ չասեցի, որ շատ ճիշտ է, որ սկսում Այբենանյանի առաջին նկարից։ Հետո գա 20 տարին, հա ինչ ա լինելու այդ մարդու մոտ։ Ուղղակի ես ուզում եմ բոլորին հիշեցնեմ, ադրբեջանական Այբենանյանի առաջի էջը սկսում է հայ զինվորին սպանող նկարով։ Այսինքն այսօրվա Դες բանկա։ Բա մանկական գրքերը Այբենանյան նորագիր բոլոր տեղերում ինչպես ադրբեջանցի երեխան սպանում հայ զինվորին։ Այո, ուզում այսօրվա Ադրբեջանի հետ մեզ բարեկամության տանող բանը այդ բիոմասան ինքը շատ լավ պետք է հասկանա, որ մի ամբողջ ժողովրդի ինքը տանում է դիտավորյալ մի միջավայր, որտեղ երեխեն դպրոցից գիրքը Այբենանը որ բացում է, ինքը տեսնում է, որ ինքը մեծանա, հա Սաֆարովի նման, որտեղ Սաֆարովն էլ իր ազգի հերոսն է, հա Սաֆարովի նման պետք է քնած հայ փնտրի, որ դանակով կամ կացնով անպայման իր կյանքին վերջ տա։ Ովքեր սա տեսնում են, ովքեր սա մասին լռում են, իրանք պոտենցիալ Սաֆարովի աջակիցներ են, ուրիշ ինչ ասեմ։ Հիմա կներես Էդուարդն շարունակի։ Միջելոց Վարդան ջան, եթե հետ գնանք այն մեր նախկին զրույցին այդ Մյունխենյան այդ պայմանագիր կոչվածը սա փաստացի էր պայմանագիր, բայց պատմության մեջ դա հայտնի է որպես Մյունխենյան դավաճանություն։ Այսինքն ինչպես բոլոր երկրները, այսպես կոպիտ ասած փորը տվեցին Չեխոսլովակիային, արդեն ասացի։ Բայց որպես օրինակ մենք այսօր հենց այդ Մյունխենյան պայմանագրի կամ դավաճանության, ասենք այդ ակունքներում ենք։ Նույն պրոպագանդայով շարժվող, հա, ես փրկեցի անգլիացիներին։ Բայց խելացի մարդ կանգնեց ասես դու անգլիացիների չես փրկել, դու անգլիացիների գլխին նոր պատերազմ ես բերել, բայց արդեն ոչ թե թասիբով, նամուսով, ազգային ազատագրական 91 թվականի անխուսափելի հայտարարակ պատերազմ ես բերել եւ դու կստանաս հայտարարակ պատերազմ եւ ստացան հայտարարակ պատերազմ։ Իմիջիալոց այդ հայտարարակ պատերազմի տարիներին ճակերտավոր այդ հայտարարակ պատերազմի այդ 5 տարիներին այդ Անգլիան այսպես ցեխից հանած Չերչիլին պատերազմից հետո ճանապարհեցին իրենց տատերի, պապերի տուն, ասեցին գնա մի քիչ հանգստացի, չընտրեցին։ Չվեր ընտրվեց պատերազմ հաղթած նախագահը չվեր ընտրվեց, այ վարչապետը չընտրվեց։ Ես ուզում եմ մի բան էլ ասեմ, եթե 38 թվականին
Անգլիան նախընտրեր ոչ թե խայտարակությունը, այլ մի քիչ իրան տղամարդավանին պահեր։ Հիտլերը չէր գնալ դեր։ Վերջ, Հիտլերը չէր կարող գնալ։ երկրորդ համաշխարհային պատերազմը, որը այդ ռեսուրսը չէր հասցել դեռ կուտակեր, հա, եւ այդ ինքնավստահությունը դե չունեն, առաջի քթին ուտելուց հետո վեր կընկնել իր տեղում, հա, բայց ասեցին դե լավ է։ Ինքը գիտես ինչից օգտվեց Վարդան ջան։ Ինքը օգտվեց նրանից, որ ենթադրենք Չերչիլը կոմունիզմի այսպես երկվյալ զաքսով թշնամիներ էին։ Չերչիլն ու կոմունիզմը զաքսով թշնամիներ էին։ Բայց այդ ժամանակ Չերչիլը վարչապետ չէ, Չեմբերլենն էր։ Չերչիլը սենատում էր։ Հետո արդեն ինքը օգտվեց նրանից, որ ռուսները, Ստալինը կոնկրետ, մտածում էին, որ Հիտլերի դեմքով կարող են Եվրոպայի դեմն առնել։ Եվրոպացիները մտածում էին ոնց անենք ինչ պայմանագրեր կնքենք, որ Հիտլերին այսպես թեքենք դեպի Ռուսաստանի կողմը, հա։ Նույնիսկ Ռուսաստանը եւ Ճապոնիան այդ ժամանակ պայմանագիր կնքեցին, հետո որը գիտես ինչ եղավ։ Այսպես բոլորը հերթով պայմանագրեր էին կնքում, բայց որևէ մեկը իր նպատակին չհասավ։ Ոչ մի պայմանագիր, ինչ կատարվեց Յալտայում 45 թվականի պատերազմը արդեն վերջանում է։ Այդ վերջին հանդիպումը, չէ, վերջին հանդիպումը Պոտսդամում էր, բայց Պոտսդամում արդեն Ռուզվելտը մահացել էր, Ռուզվելտը ծանր հիվանդ էր, արդեն Տրումանը եկավ։ Իմիջիայլոց մի խայտարակությունն դա էր, եթե դա չի գիտես, տես այդ բանը Չերչիլը, Ռուզվելտը եւ Ստալինը անկախ ամեն ինչից մի ասենց երյակ էին կազմել, որ ճիշտ է իրար տակ էին փորում։ Չերչիլը Ստալինի հետ էր առանձին հանդիպում, Ռուզվելտը Չերչիլի հետ էր հանդիպում, sense մեկը մեկի այսպես տակի, բայց կարողացան հասնել նրան, որ կնքեցին ասենք պայմանագիր, բայց Ստալինը անձամբ 1-2 ամիս անց խախտեց Յալտայի պայմանագիրը։ Ռուզվելտը մի քանի անգամ զանգեց, ասեց՝ «Պարոն գեներալիսիմուս, ես ինչ ես անում, մենք այսպես չենք պայմանավորվել»։ Հետո Չերչիլը մահացավ, եկավ Տրումանը, զանգեցին Ստալինին, ասեցին փողկապներ վաճառող մի հատ այսպես բուտիկ ունի, մի հատ բիզնեսմեն է եկել։ Իմիջիայլոց Տրումանին դրել էին ժամանակավոր այսպես պաշտոնակատար, մտածում էին, բայց Տրումանը տեսի ինչ արեց այդ Պոտսդամում արդեն։ Վերջին հանդիպումը Պոտսդամի է, ժամանակ Չերչիլը դեռևս վարչապետ էր, 5 թե 6-րդ օրն էր կարծեմ Պոտսդամի բանի համաժողովի, Անգլիայից վատ նորություններ եկա, որ պարոն Ուինստոն Չերչիլը տանուլ է տվել ընտրությունները, Չերչիլին ասեցին դու գնա։ Ու 1 տարի անց, ընդամենը 1 տարի անց 46 թվականին Տրումանը օգտագործեց Չերչիլին, հատուկ բերել տվեց Ամերիկա, Չերչիլը Ամերիկայի ժողովրդի առջև, Ամերիկայում ինչ էին ասում Ստալինին, գիտես։ Ձյաձուշկա Ջո, հեղինակությունը Ձյաձուշկա Ջոյի հեղինակությունը, ասում են Ձյաձուշկա Ջո։ Ձյաձուշկա Ջոյի հեղինակությունը հասել էր անհասկանալի մակարդակների Ամերիկայում, Ֆրանսիայում։ Ստելագարվում էի Ստալինի համար, Ստալինը դարձել էր կումիր ամերիկաներում, Ձյաձուշկա Ջո, Ձյաձուշկա Ջո։ Չերչիլը եկավ Ամերիկա, Ամերիկայից Տրումանի հետ կազմեցին այդ բանը, Չերչիլը հատուկ Տրումանն ով էր։ Տրումանին ոչ ոք այդպես որպես հեղինակություն աշխարհում չէր ճանաչում, Չերչիլը մեծ հեղինակություն էր, Չերչիլը կարողացավ Ստալինի հեղինակությունը իջեցնել ժողովուրդների մոտ, ամերիկացիների մոտ, եվրոպացիների մոտ։ Արդեն սպառնացին ատոմային ռումբով, դու չգիտեմ տեղյակ ես թե չէ, Պենտագոնում, Վարդան ջան, Պենտագոնում հատուկ մշակված ծրագրով 20 ռուսական քաղաքներ, սովետական միության 20 քաղաքներ Պենտագոնում էին մշակել, պաշտոնապես համարվում էին ատոմային ռմբահարման նշանակետեր, 20 քաղաքներ։ Այստեղ էր, որ սովետական միությունը գնաց այդ բանին հենց Պոտսդամից իմիջիայլոց, երբ որ Տրումանը Ստալինին Պոտսդամում է հայտարարում, Տրումանը, որ մենք այսպիսի զենք ունենք, Մալիշը ինչի ասում է ատոմային առաջին զենքին, Ստալինը հենց Պոտսդամից ասում է Կուրչատովին ասեք, որ մի շաբաթից գալիս եմ ամեն ինչ արագացրած լինեն։ Կուրչատովն էլ ինչ պիտի անի, բերում են ասում են ինչ պիտի անենք, ասում են այստեղ մենակ Բերյան կարողանա այս ծրագիրը կազմել։ Իմիջիայլոց Խրուշչովի ժամանակ արդեն գնում են Կուրչատովին բերում են, ասում են դու պիտի Բերիայի դեմ ցուցմունք տաս, Ստալինը արդեն չկա, Բերիային ձերբակալում են, Կուրչատովը գիտես ինչ է ասում։ Ասում են հետաքրքիր չի իրա կերպարը, բայց չլիներ Բերյան,
Սովետական միությունը ատոմային ռումբ չէր ունենա։ Եվ այն ատոմային ռումբերը, որ 49 թվականին փորձարկվեցին Սովետական միությունում, Ղազախստանում իմիջիալոց փորձարկվեցին, այդ ատոմային ռումբերը մենք փորձարկելու ենք մեր խփում էին Վարդան։ Հասել էին մարդիկ գերտերություն էին, նա տեսնում են կոմունիստական ճամբարը գնում է ամերիկաներից այսպես 20 քաղաքներ անլեգալ հետախուզություն ուղարկել էր մշակված պլանները, որ այս մարդիկ ուզում են ձեզ խփել։ Ու Վիլեն Կոտեր կարծեմ անունը չէի թե չեմ հիշում, ՑՌՈ-ի առաջին ղեկավարն է, որտեղ Տրումենը ստեղծեց, չէ՞, ՑՌՕ-ն հատուկ բաներ ծառայություններ չունեին ամերիկացիները։ Պատերազմից չունեին, Տրումենը ստեղծեց ՑՌՕ-ն։ Իսրայելը ուներ, բան չուներ։ Ամերիկայում հատուկ ծառայությունները որպես այդպիսին գոյություն չունեն։ Այսպես աշխատում էին հատուկ, բայց ՑՌՕ-ն որպես կենտրոնական հետախուզական վարչություն հիմնեց Տրումենը։ Ռոզվելտի ժամանակ չկար այդպիսի բան։ Հա, Վարդան ջան, Տրումենը հիմնեց դա։ Տրումենի ժամանակ հիմնվեց այդ կենտրոնական հետախուզական վարչությունը ու ըստ Հիլեն Կոտեր կարծեմ, եթե չեմ սխալվում, այդ առաջին ղեկավարներից ըստ նրա տվյալների սովետական միությունը լավագույն դեպքում ինչ եղավ։ Կապի խնդիր կա։ Հա, մի բա։ Իսկ կարող է ուղղակի ուրիշ անման տակ ա եղել նման ծառայություն, որտեղ Իսրայելը պետություն ստեղծելը 48 թվին արդեն հետախուզություն աշխատում էր եւ Վարդան հետախուզները միշտ են եղել պատերազմի ժամանակ, պատերազմից առաջ։ Որպես այդպեսին ես նկատի ունեմ ՑՌՕ-ն որպես մարմին, որը դարձավ համաշխարհային, այսպես արդեն ահուսարսափ, որտեղ ՊՀՎ-ն այդ ՑՌՕ կոչվածը ստեղծվեց Տրումենի ժամանակ։ Եվ ըստ այդ Հիլեն Կոտերի, կարծեմ ասում էր մոտավոր հաշվարկներով 53-54 կամ 55 թվականներին լավագույն դեպքում կհասնեն ատոմային զենքին։ Եվ այստեղ էլ որ նայում ես այդ հաղորդումը, նայում եմ ռուսական այդ հաղորդումները, պատմում են Յալտայի կոնֆերանսի մասին, ինչեր կատարվեց, ինչ եղավ, ով գնաց, հետախուզների անուններ են տալիս, ոչ լսել ես, ոչ տեսել ես, ռուսներ, տտվեսի չգի։ Ռուսներին 100 տարի պետք չի գիտես։ Գնել, պատմել, բացատրել, որ 43 թվականին ինչ եղավ Թեհրանում, ինչ եղավ 45 թվականին Յալտայում, ովքեր էին հսկում Ստալինի անվտանգությունը, թե Թեհրանում իմիջիալոց Թեհրանը դա մեզ հայտնի, գոնե մեզ հայտնի, պատմությանը հայտնի միակ թռիչքն է, ինքը ինքնաթիռ չի նստել երբեք։ Թեհրանից գնացել է Բաքու, Բաքվից ինքնաթիռով թռել են Թեհրան, եւ այս թռիչքը վստահված էր ավիացիայի մարշալ Խուդյակովին։ Խուդյակովն է կարողացել այս մարդուն տանել, հասցնել տեղ ու հետո արդեն Ռուզվելտը եւ Չերչիլը խոստովանում են, որ իրենց այդ անլեգալ ծառայությունները, որովհետեւ ելի եմ ասում, այդ ժամանակ դեռևս չկային, ասում են մեր հետախուզներին որևէ կերպ չհաջողվեց այդպես էլ պարզել, թե որ ինքնաթիռի մեջ էր Յոսիֆ Ստալինը։ Այդպիսի թռիչք էր կազմակերպել։ Ես չեմ ասում ինչ արեց 43 թվականին Թեհրանում Իվան Աղայանցը քահանայի որդի, ով 3 եղբայրներ դարձան չեկիստներ քահանայի։ Տղեկը դարձան չեկիստներ, շատ նորմալ էր սովետական միության համար։ Քահանայի որդի 3 չեկիստները։ Ինչեր արեցին մեր երիտասարդ գոհարիկը, մեր վանը Գևորգը Վարդանյանն էր, հա, հետո 60-70-ական թվականներին Չերչիլի աղջիկը եկել էր Մոսկվա, Գոհարի ձեռքը համբուրել էր, ասել էր շնորհակալություն իմ պապիկի կյանքը փրկելու համար։ Ռուսներին պետք չի սա։ Ռուսներին պետք չի խոսել առաջին հոբ համակարգի մասին։ Ռուսներին պետք չի խոսել այն մասին, թե ինչպես 1955 թվականին սովետական միությունում հայտնվեց առաջին շարժական ինքնակառավարվող հրթիռային համակարգ ՇՄԼ-ը, որ գիտես աշխարհում ինչ հեղափոխություն ա սա։ Գիտես ամերիկացիները ոնց միանգամից թևները հետ քաշեցին։ Ասեցին սովետական միությունում այսինքն համակարգ կա ՇՄԼ։ Այն ժամանակների համար դա գիտես ինչ էր Վարդան։ Ռուսների պետք չի խոսել ՇՄԼ-ը որտեղից հայտնվեց, որտեղից եկավ Իգլան, որ միջև այսօր կան, որ սրանց այս համակարգերից շատ-շատերը, հա, շտուրմ B, օկա,
Այս համակարգերը, երբ որ սովետական միությունում հայտնվեցին, երբ որ Ջերկիրի որդի Տեր Ստեփանյան Անդրանիկը նախագծում էր այս համակարգերը եւ տալիս էր խորհրդային միության, ասում էր տարդիր ամերիկացիների դեմը թող տեսնեն ինչեր ունենք։ Երբ որ տիեզերական նախագծում Ախաջանյան, Պավելը, Նորայր Սիսակյանը, չգիտեմ, Ալեքսանդր Քեմուրջյան, այսպես տարան ամեն ինչը դրեցին, Յոլիան Համոն, չգիտեմ, անունների կարևոր չի, բայց կրկնում եմ, երբ որ այդ ողջ պոտենցիալը բերում ես, դնում ես մեր պատմության կողքին, տարբեր նժարների, թվում է մեր պատմությունը պիտի հասներ չգիտեմ որտեղ, բայց ինչքան ավելանում այս պոտենցիալը, այդքան իջնում է մեր պատմության նժարը, Վարդան ջան։ Դրա համար աշխարհին այսպես պոտենցիալ տված ժողովուրդը 2024 թվականին պետության կեսը տանուլ տված 30,000 զոհեր տված ժողովուրդը, ոչ թե ժողովուրդը, այլ մի զանգված հասարակության, ասում եմ մեզ Ստալին եւ Բերիա է պետք։ Դու պատկերացնում ես ինչ ապամոնտաժման աշխատանքներ է պահանջվում, որպեսզի դու կարողանաս 100, 120, 200 եւ գումարած 70 տարի բոլշևիզմի այդ գաղափարախոսությունը ապամոնտաժես։ Եվ դրա փոխարեն չթողես կառուցել ոչ արևմտյան, ոչ հնդկական, ոչ վրացական, ոչ թուրքական։ Կարողանաս այս մարդկանց բացատրել, որ ձեր սեփական պոտենցիալը ձեզ հերիք է 4 հիմնասյուները կառուցելու համար։ Ձեզ ոչ արևմուտքն էր պետք, ոչ էն էր պետք, ոչ էն էր պետք։ Այս կողմ են կողմ մարդկանց ցրելը դիվանագիտություն չի։ Սրա դուրը գնալ, նրա դուրը գնալ, սրա այդ խաղաղության պայմանագրեր աշխարհի երեսին կնքվել են միլիոն անգամներ եւ միլիոն անգամներ դրանք խախտվել են։ Գոյություն չունի խաղաղության պայմանագիր, գոյություն ունի հավերժ, գերակա ազգային շահ։ Ազգային շահը ցույց տալու համար պետք է ունենալ զորավոր տնտեսությունը հիմնավոր պահելու համար պետք է ունենալ ճիշտ կաթական համակարգ, դաստիարակություն, դպրոց, մանկապարտեզ, բանակ։ Գիտես, ես շատ հաճախ լսում եմ էլի այս վիճակից բողոքողներին, որպես արդարացում ասում եմ, քո ասածն են ասում, դե Ստալինը ու Բերիա է պետք։ Ես մտածում եմ, տեսնես, ես մի օր կլսեմ, որ այս վիճակի պատճառը այն է, որ ես, իմ աղբերը, իմ ընկերը, իմ հարազատը նույն ձև մասնակցում ենք այս համակարգային կոռուպցիայի մեջ, որտեղ ոչ օրենքն է աշխատում, ոչ դատարանն է աշխատում, այսինքն այս ամեն ինչի պատճառը ոչ թե որ Ստալին չկա, այլ որ օրենք չկա, ասում, տեսնես մի օր իրանց գաղափարին հասնի, որ մեզ Ստալինը չի փրկելու, մեզ օրենքն է փրկելու, օրենք, որին պետք է հետևենք ցանկացածս մեկը, որպեսզի բարոյական իրավունք ունենանք նաև պահանջել դրա կատարելը, հա, որ բանին վարչապետին կամ նախագահին նայենք որպես այդ օրենքը կատարելու համար վճարվող, Որավարձով աշխատող։ Որպես ունի մեջտեղի մատել իրան ցույց տանք, ասենք այդ տղա ես այդտեղ փողը աշխատավարձը տալի, դու իմ ծառայողն ես, բայց դու Վարդան ջան, իմ հետ ուզում հասկանամ նայեք, ես որ լսում եմ այս Ստալինապետ, ես մտածում եմ, որ այս մարդու այդ տեսած այդ գիտի։ Այսինքն ինքը տեղա շատ դժվար է այդ մարդուն փոխելը։ Դու իրան բերես լայն դաշտ, ասես կներես Ստալինը ով է։ Ստալինը ինքնական մարդկանց ճակատագրերը որոշողներ։ Ինձ դա պետք չի, քեզ պետք է։ Արի հոգեբանության անկյունից նայենք, երբ որ ստրուկներին ազատություն ես տալիս, դու գիտես ինչ են երազում ստրուկները։ Սեփական ստրուկ, ազատության մասին չեն երազում։ Այո։ Հիմա տես, ես ես առանձին հաղորդման մեջ շատ մանրամասն մի ժամկես համերը պատմել եմ Ստալինի մասին։ 41 թվականի հունիսի 22 մտնում են Հիտլերը հարձակվում է Ռուսաստանի վրա։ Բելոռուսիա, Ուկրաինա, առաջին մինչև սեպտեմբեր ամիսը Վարդան, մինչև սեպտեմբեր ամիսը 750,000 միայն գերիներ են տալիս։ Ստալինը ոչ մի կերպ չի ուզում 3 միլիոնից ավել է եղել։ Ես գերիներն եմ ասում այդ երկու տեղը։ Այդ երկու տեղը։ Ուրեմն տես ոչ մի կերպ ինքնական որոշումներ է կայացնում, ոչ մի կերպ չեն կարողանում այս մարդուն ասել, որ տղա ջան, էսի Թիֆլիսի բանկերի վրա հարձակումները չի, փողոցում մարդկանց խփել, դանակը հարելը չի, սա պատերազմ է, սրա ստրատեգիա է պետք, բայց գնում են, որ հանկարծ գտնեն մեկին բերեն, ասում են, բա 37, 38, 39 թիվ, մի հատ խելացի մարդ չէր մնացել։ Դանդակը արել էր բոլորին, մեկին ենք, ասում էր ես կանեմ, մինչև Ստալինգրադի ճակատամարտը
Ստալինգրադի ճակատամարտն է դառնում այդ հիմնավոր այդ կորիզը, որ երբ որ Պավլոսը գերի է ընկնում արդեն, հա, սա Հիտլերի համար մեծ հարված էր, շատ մեծ հարված էր։ Ստալինգրադի ճակատամարտից հետո երրորդ ռեյխում սկսում են արդեն մտածել Հիտլերին վերացնելու մասին։ Բայց մինչև Ստալինգրադի ճակատամարտը Ստալինը այդպես էլ չի ուզում հասկանալ, որ գիտես ինչ տղա ջան, դու ես կողմարի, թող պատերազմից հասկացողները մտածեն որտեղ ոնց ինչ ստրատեգիաներ մշակեն, ինչ անեն, ոնց անեն։ Այդ զոհերի, այդ գերիների, այդ ամեն ինչեն առաջին տարիների պատասխանատվությունը մնում է այդ մարդու ուսերին։ Ստալինը հաղթեց պատերազմը հաղթեցին սովետական 15 հանրապետությունների ժողովուրդները, ասեմ ավելին Վարդան, հանկարծ մի հատ ավելորդ բառ ասող լինի այս հաղորդման տակ, ինձ կասես անուն ազգանով հղումն ուղարկեմ, ռուս պատմաբանը ոնց է խոսում, ռուս պատմաբանը բացում է այդ փակագծերը, ասում է միայն հայ ժողովրդի մասնակցությունը դուրս է բերում պատերազմից, պատերազմի ելքը լրիվ ուրիշ կլիներ, ռուս պատմաբանն է խոսում, ասում եկեք նայենք բնակչության թվին բոլոր երկրների, եկեք նայենք Անգլիայի բնակչության թվին, եկեք նայենք Ամերիկայի բնակչության թվին, եկեք նայենք Ռուսաստանի բնակչության թվին ամբողջությամբ, մեկ էլ նայենք Հայաստանի թվին եւ ասեմ առավել, եկեք նայենք Արցախի բնակչության թվին եւ նայենք Արցախի տված զորավոր դեմքերին եւ ամեն երկրորդ արցախցու ամեն երկրորդ արցախցից մեկն է պատերազմ։ Հիմա ասա պատկերացրեք, այս մարդիկ 3 միլիոն չէին, 30 միլիոն էին։ Պատկերացնում եք։ Ասում է 3 միլիոնից 700,000 մարդ է դուրս եկել։ Դա մենակ սովետական միությունում։ Գնում ես Ամերիկա, այդ Պերլ Հարբորի վրա երբ որ հարձակվում են Վարդան ջան, մեր հայ տղեկը, Հայկ Շեքերջյան, Էրնեստ Դեյվիշյան, չգիտեմ, գիտես որ բանի առաջին ԱՄՆ ազգային հերոս առաջին հայը հենց Պերլ Հարբորում մահացավ Ջեյմս Թոփալյան։ Այսպիսի տղա ունենք Պերլ Հարբորում մահացավ Ամերիկայի ազգային հերոս։ Այս տղեկը տես ինչեր արեցին 25-27,000 հայեր ԱՄՆ-ից։ Եթե 41 թվականին 39 թվականին երբ որ մտավ արդեն Լեհաստան հաշվի առնես պատերազմը, Եղեռնից անցել էր մի 20 տարի։ Այսինքն այս երեխաներից շատերը, այս տղեկից շատերը, ոչ թե երեխաներից, այս տղեկից շատերը դեռևս ծնվել էին Արևմտյան Հայաստանում։ 25,000 հայեր Վարդան ջան, այն դեպքում, երբ որ 38-39 թվականներին Ամերիկայում կարծեմ 200,000-ի հազիվ էր հասնում հայ բնակչության թիվը այդ թվերին։ Սա պատկերացնում ես ինչ մեծ տոկոս է, եւ սա մենակ տղամարդկանց մասին չի խոսքը։ Կանանց մասին է խոսքը։ Հիմա այս ամեն ինչը երբ որ վերցնում ես, բերում ես, հասցնում ես 91 թվական, ասում ես մենք անկախացանք ու այս ամբողջ այս բոլոր հերոսներին, ԽՍՀՄ հերոսներ, Ամերիկայի հերոսներ, Մեքսիկայի ազգային ազատագրական պայքար հերոս, Օսմանյան կայսրության ազգային ազատագրական, այս տղեն որ լրիվ ես այս երրորդ գրքում նրա մասին կա Վարդան 1915 թվականի ձմեռ, 15 թվականի ձմեռ։ Անգլիացիներ ուզում են մտնել Դարդանել։ Անգլիացիների աչքը միշտ է Դարդանելի վրա եղել։ Միշտ ուզում են Դարդանելով մտնել, որտեղ սա Ռուսաստան տանող ամենակարճ ճանապարհն է։ Հայկական ջոկատները Այդ բան ո՞րթիվ 15 թվական Եղեռնից։ Բանի առաջի պարտությունն ես ասում Չերչիլի։ Ինքն էլ չէ՞ նավատորմը։ Հա, ինքն էր նավատորմում։ Չերչիլը ուզում է մտնի Դարդանել։ Հայերը, ոչ թե հայերը, Օսմանյան կայսրությունը ու գիտես թուրք լրագրողը, պատմաբան լրագրող պատմում է այս տղու մասին։ Ասում է ես գիտեմ, որ թուրքերը ամեն ինչ անում են, որ հայկական անունները, լուրջ անունները պատմության մեջից հանեն, բայց կան անուններ, որոնց թուրքերը չեն կարողանում գտնել։ Այս տղեն ասում է Անակալ է, կարծեմ, չեմ հիշում, որտեղից ասում է այսպեսի նավատորմի սովորական լեյտենանտ էր։ Ինչ անում ես Դարդանելի ժամանակ, որ ժամանակ Էնվեր Փաշան է ձեռքը բռնում, տանում է դեսպանների ցանոթ հասնելու, ասում ընդամենը 2 ամիս անց Օսմանյան կայսրության բանակի այս հերոս տղուն, որ Չերչիլի դեմն առավ, ժողովրդին աքսորեցին, սպանեցին, մորթեցին։
Նույն նրան հերոսացողները, որ ասма կրծքին մեդալներ էին կախել։ Հարա, բա թողեիր մտներ գրավել է դարդանելը, չէր լինի ցեղասպանություն։ Վարդան ջան գնում է հասնում է Ամերիկա, հետո փախնում է այստեղ են Սարգիս Թորոսյան, մայոր Սարգիս Թորոսյան։ Գիրք ա գրում դարդանելից մինչև չեմ հիշում գրքի վերնագիրը։ Ու այդ տողերն է ինձ շատ ազդել էլի, գիտես, ասում է Երանի թե ասում է Չերչիլը կարողանար ճեղքել Օսմանյան կայսրության բանակը գուցե եւ իմ հարազատները փրկվեին։ Ինքն էր կանգնել դեմը։ Ու այս թուրք լրագրողն ասում է, երբ որ մեդալները շարում էր Դες կրծքին, այստեղ պետք է դուք ասեմ, դες օրը գալու է, օրը գալու է, այսօր այս Փաշինյան Նիկոլի կողք հավաքված բոլորը գրելու են այդպես մի հատ տողեր։ Իրանք գիրքի գրող չեն։ Պետք է գիտեն Երանի ժողովուրդը կարողանար մեր ձեռքերը կտրեր, այս բաները չանեին, ձեռքս մեղմ եմ ասում, հա, գոնը իմ ընտանիքը հիմա այս վիճակում չէր լինի, արդյունքում։ Սա ասվելու է, ես հավատացած կասկած չունեմ այդ։ Դու լավ գիտես, այս պատմությունից որ նայում ես, սրանցից ոչ մեկ չի կարողացել խուսափել ոչ մի բանից։ իրականում ժամանակի հետ ոչ մեկ ոչինչ Պատասխանատվությունից չի ոչ մեկ չի կարողացել։ ոչ ոք չի օրինակ տես այդ Հիտլերի կերպարը որ նայում ես Վարդան գիտես ամբողջ մարազմը ամբողջ մոլորակի բանով եթե վերցնես, հա Հիտլեր, Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ, օրինակ, ասում եմ, եթե չլիներ Ռուզվելտը, լրիվ ուրիշ բան կլիներ։ Դե Ստալին էր պետք որ պատերազմ։ Դե եթե Հիտլերը հիմա նայում ես, եթե մարդկանց շարում ես շախմատի տախտակի վրա, Վարդան ջան, այն առաջի բանին շարքին շարում ես, չէ՞։ Զինվորներն այսպես շարում ես, հետո դնում ես թակավորն, ասա թագուհին, ամեն մեկն իր հեղինակություն ունի, բայց չէ որ գոյություն ունի երկու մատ, որ այդ թագավորին վերցնում ու դնում աստեղ։ Եթե չեն վերցրել այդ երկու մատները, այդ թագավորը տենց մնում է տախտակի վրա ընդամենը ֆիգուր։ Սրանք ընդամենը ֆիգուրներ են, որ ինձ երկու մատով վերցնում են դնում են ստեղ, երկու մատով վերցնում են ստեղ։ Պետքա ռակիրովկա են անում, պետքա զինվորին տանենք դարձնել թագուհի, պետքա թագուն կբերենք դարձնել զինվոր կամ էլ գլուխը կուտեն կգնա։ Այստեղ ամենամեծ դերը խաղացողներին է, ոչ թե ֆիգուրներին է։ Ֆիգուրները այստեղ մենք ճանաչում ենք ֆիգուրներին, բայց խաղացողների մասշտաբով այստեղ գլոբալ էսպես եթե վերցնենք, հա մարդիկ չեն էլ պատկերացնում ինչ խաղացողների մասին է խոսքը, բայց գոյություն ունի մեխանիզմ, որով հասարակությանը բերում են, հասցնում են մեղմ ասած կրթական համակարգային զրոյացմանը, որ հանկարծ չկարողանան տարբերել սևը սպիտակից։ Սա է, Վարդան ջան։ Շնորհակալություն այն բանը, ես գրեֆման բանի կենտրոնական բանկի նախագահ Ռուսաստանի կարող ճիշտ եմ Գիտեմ։ կարծեմ բայց շատ մոտ է ինչ որ է հետաքրքիր բան ունի հարցազրույց ունի որ մեծ գրեֆ մի խոսքով կենտրոնական բանկի նախագահն է Ռուսաստանը երկար տարիներ էլ մեծ օլիգարխ է մոսկ քիչ ասեն գիտելիքներով կառուցել ամբողջ այդ համակարգը կարողացել է այդ պայթած սովետական համակարգը բերի հասնի բավականին լայն մակարդակի վրա եւ մեծ մի բանի ժամանակ կոնֆերենցիայի ժամանակ սա որպես ամփոփիչ խոսք եմ ասում սկսում է բողոքել այն մարդկանցից ովքեր կրթում են հասարակությունը ասում դուք չեք անում դուք ինչ եք անում ասում բա որ այդ մարդիկ սկսեցին հասկանալ մենք իրենց ոնց ենք կառավարելու կարծեմ գրեֆը Հիմա ես չեմ կարողանում կենտրոնանալ, թող նայողները Գերմանի հետ է։ Գերմանի հետ, հա, Գերման գրեֆ։ Հա, մի խոսքով Գերման ասում եմ, էս ինչ եք անում, ասում եմ, մարդիկ ոսեցին հասկանալ, սկսեցին մտածել, սկսեցին կրթվել, բա մենք իրանց ոնց ենք կառավարելու, ու սա կա, այդ բանը կա, այդ հաղորդումը կա, վիդեո YouTube-ում կա, սա տեսեք, դա այդ մակարդակն է, դրանից վերևներ էլ կան կոնցեպցիան նույնն է, ցանկացած մանավանդ ոչ դեմոկրատական, նույնիսկ դեմոկրատական հասարակությունում, հա, շատ խելացի մարդիկ այդքան պետք չեն, որովհետև շատ խելացի մարդիկ սկսում են հարցեր տալ։ Ցանկացած հարց այդ պոտենցիալ նեղությունը իշխանության համար։ Դեմոկրատական երկրներում այդքան շատ նեղություն չի, բայց մեր կարգի երկրներում դա բան է,
Պատերազմ հայտարարել է ցանկացած հարց, պատերազմ հայտարարել է։ Ես էլ որ մեկ հարց եմ գտնում, ինչի սենց դիմացը ընկալում է, որ սա պատերազմի հայտարարություն է, ու տենց էլ իրենք ռեակցիա են տալի, որովհետև այդ նույն համակարգի կրողն են մտավոր, նույն բռնակալական, նույն սահմանափակ, ոչ թափանցիկ համակարգի կրողն են, ու ցանկացած հարց իրենց համար բանա, պատերազմի հրավեր է։ Շնորհակալություն Էդուարդ ջան։ Սիրո Վարդան ջան, սիրո։ Մենք կարող ենք անverջ խոսալ, որովհետև դու վերջ ասելիք ունես, ես էլ այնքան հարցեր կտամ կմոռանամ ենք սկսել։ Ես էլ անverջ պատրաստ եմ քեզ լսել։ Սիրո Վարդան ջան։ Արեք բանը մեզ լսողներին ասենք ամենակարևորը, որ որպես ժողովուրդ մենք ունակ ենք, մենք այդ ռեսուրսը ունենք, մենք կարող ենք երկիր ունենալ եւ ստեղծել։ Իմ բանաձևի մեջ դա տենց է հնչում, երբ որ դա հնարավոր է, երբ որ հայ մարդը կվերադառնա իր սկզբանե կոչմանը, սկսի հարազատ մնալ ինքի իր հետ, իր արժեքային համակարգին, իր նախնյաց պատգամներին, ասենց ասեմ, ոնց ասեմ, վերադառնանք մենք։ Բուդդիզմի մեջ մի հատ շատ լավ բան կա, կոնցեպցիա կա։ Ասում է կատարելությունը, մարդու կատարելությունը, դա ճանապարհն է դեպի մանկություն, երբ որ ինքը ամենակատարյալն էր։ Ամբողջ բուդդիզմի փիլիսոփայությունը կարճ ձևակերպեմ, դա կատարելության գնալն է, որն է վերադարձ դեպի մանկություն։ Մեր կատարելություն գնալու ճանապարհը, մեր հզորացումն է, դա վերադարձն է դեպի մեր ակունքներ։ Իսկ մեր Այ ամբողջ խնդիրը սանում է, ես էլ եզրափակիչ ասեմ Վարդան ջան, որ դու մտել ես լաբիրինթոսով, քայլում ես, պես խարխափելով, պատերին ձեռ տալով, հա, միտեղ լույս կա, միտեղ չկա, ընդհանուր գնում ես, ասում ես ելք ուրա։ Այն որ մի բար խոսում ես, ասում ես, «Դա մենք գիտենք, ելք ասում ես», ասում եմ, ելքի մասնագետներ շատ կան, գնացեք նրանց լսեք։ Դե մեկը կար գոռում էր ելք կա, ապագա կա, չգիտեմ, ինչ կա, անցյալ կա, ես կային կա։ Բացատրում ես, ասում ես, սիրելի մարդիկ, գիտեք ինչի ելքը չեք տեսնում, որովհետև դուք ելքին թիկունքով եք կանգնած։ Ախր դու չէ որ մտել ես, չէ դռնից։ Դու հիմա գնում ես առաջ, ասում ես ելքը որտեղ է, բա մատ պատտվի հետ։ Դուրը մնացել է հետևում է, եթե դու չես ճանաչում քո ժողովրդի ինքնակենսագրականը, եթե դու չես գնում քո հետ արմատներին, եթե դու չես գնում վերականգնելու քո տոհմածառը, վաղը միսօր քեզ բերեն սա դեմ տան Վարդան ջան։ Դու նայել ես ճակատին, ասել ես բերեք սրան ընտրենք, որովհետև այդ մեկը սրանից վատն էր։ Կրկնում եմ, Հայաստանում չեն ընտրում լավին, Հայաստանում ուղղակի չեն ընտրում ավելի վատին։ Սա է, որովհետև չեն տվել այն հնարավորություն, որովհետև դատողությունը, ինտելեկտը իջեցրել են ռաբիզի մակարդակի, հիմա ես ու դու հաղորդում ենք, դու քո ալիքն ունես, ես իմ ալիքն ունեմ։ Հետաքրքիր հաղորդումներ, հետաքրքիր մարդկանց մասին, արի տեսնենք ինձ ու քեզ քանի մարդ է նայում, մեկ էլ գնանք տեսնենք օրինակ, անուններ չտանք նորից, ես այդպեսի խասյա չունեմ, ներողություն, այդպեսի բնավորություն չունեմ։ Են կապիկություն կնային, անկապ կինոներ կնային, չգիտեմ ինչեր կնային, ասենք այդ հիմար ցինիկ մինիգյանի կատակայանի ինչա, այս մարդիկ կգնան թատրոններ կվարձեն, այնտեղ 10,000-ով տոմս կառնեն, մարդիկ կկանգնեն, այ Վարդան ջան, այդ ցնցապ տալիս։ Ասում ես, այ տղա ջան, ես իմ կյանքի մեջ վերջի անգամ սովետի ժամանակ եմ աշլակ տեսել Պաունյան թատրոնում, որ Սվետլանա Գրիգորյանին ու Խաչմանկյանին թատրոնում ծափ 51 ծափ տալիս։ Բա հասկանալի է, չէ՞ որ այդ մարդիկ չեն գալու, ասենք 5,000 տան գիրք առնեն Վարդան ջան, գնալու են 10,000 տան, ասենք միմոսություն նայեն, ցինիկություն նայեն, 5,000 տան մի շիշ արաղի, 2-3,000 դրամ տան մի պաշկա սիգարետին, կանայք ամիսը մեկ 30-40 հազար դրամ տան վարսավիրանոցներին, բայց որ ասես գիրքն արժի 5,000 դրամ, գիտես ես չեմ սիրում սրանից խոսել։ Մարդիկ օրական 1000 գրքեր են գրում, մեկը պոեզիա գրում, մեկը չգիտեմ ինչա գրում, ամեն մարդ իր գործն ունի, մեկ ուզում է վաճառի, ես անկեղծ ասած համեստությունս թույլ չի տալիս Վարդան ջան, բայց գոնե դու գիտես, որ 8 ամսվա մեջ այս գրքերը 3 անգամ վերահրատարակվեցին։ Սա այն դեպքում, երբ որ գրախանութներ չմտան։ Գրախանութներ չհասան այս գրքերը։ Ինձ անդադ զանգում են դրսից ասում են, որ գրախանութից ասում գրախանութներ չեն մտել այս գրքերը։ Այս գրքերն են Դուրում ամեն ինչ Սնտրեմ համեցեք։ Ամեն ինչ այնքան էլ վատ չի, կարծածողը կա, իրան գտնելա պետք։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն մայր։ Սիրո Վարդան։ Եթե բաժանորդագրված չեք
Էդուարդ Մանվելյանի YouTube-յան կանալին գտեք բաժանորդագրվեք, չնայած չեմ կարծում, որ եթե դուք այսքան երկար մեզ նայեցիք, մեզ հանդուրժեցիք, դուք հանգարց բաժանորդագրված չլինեք այս YouTube-յան ալիքին, այս դրան չեմ հավատում։ Եթե հանկարծ հետաքրքրողներ կլինեն, ալիքում կգտնեն դրանք պատվիրելու տեղն ու այնտեղ մեկնաբանություններում կա որտեղ։ Էդուարդ Մանվելյանի YouTube-յան ալիքում դրանք կգտնեք։ Շնորհակալ եմ, շնորհակալ։ Շնորհակալ եմ, Էդուարդ ջան, լավ մնա։ Լավ մնացիք, Վարդան ջան։